Միլիոնատերը տուն վերադարձավ, զգալով, որ ինչ-որ սարսափելի բան այն չէ։ Գիշերվա խորհրդավոր լռության մեջ նա հայտնաբերեց, որ իր մայրը փակված է զգեստապահարանի մեջ, հենց իր հարսի կողմից թաքցված։ Այն, ինչ հետեց դրան, բացահայտեց մի դաժան ճշմարտություն, որն այլս ոչ ոք չէր կարող շղթել։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Այդ հունիսյան առավոտ Դիլիջանի երկինքն ավելի ծանր էր, քան սովորաբար։ Ցածր ամպերը կարծես թե դիպչում էին հին տների կտուրներին, սառը քամին իր հետ բերում էր մոտալուտ անձրի հոտը։ Ռուբեն Ավետիսյանն իր ամենագնացով ընթանում էր Լեռնային քաղաքի ոլորապտույտ փողոցներով, կրծքում զգալով մի անհանգստություն, որը չէր կարողանում բացատրել։ Նա Երանից դուրս էր եկել պլանավորվածից 3 օր շուտ, կիսատ թողնելով կարևոր հանդիպումներ, անտեսելով գործընկերների զանգերը, չեղարկելով հանդիպումներ, որոնք այլ հանգամանքներում անհետաձգելի կլինեին։ Ներսում ինչ-որ բան պնդում էր, որ նա պետք է տուն վերադառնա։ Այն առանց նա։ Տուն, որտեղ մեծացել էր, որտեղ դեռ ապրում էր մայրը, որտեղ նրա կյանքի ամենաքաղցր, ամենացավոտ հիշողությունները պահպանվում էին յուրաքանչյուր սենյակում, յուրաքանչյուր միջանցքում։ Ռուբենը ինտուիցիայով առաջնորդվող մարդ չէր։ Նա գործնական էր, ռացիոնալ, սովոր որոշումներ կայացնել թվերի կոնկրետ փաստերի հիման վրա։ Սակայն վերջին օրերին մի տհաճ զգացողություն ստվերի պես հետապնդում էր նրան։ Գիշերվա կեսին արթնանում էր սրտի արագ բաբախյունով, մտածելով մոր մասին։ Փորձում էր զանգահարել, բայց խոսակցությունները միշտ կարճ էին լինում, ընդհատվում էին Քրիստինեի, իր կնոջ կողմից, որը վերցնում էր հեռախոսն իր այդ քաղցր ու զուսպ ձայնով, հավաստիացնելով, որ ամեն ինչ լավ է, որ տիկին Անահիտը պարզապես հոգնած է, որ նա կարիք չունի անհանգստանալու։ Բայց Ռուբենն անհանգստանում էր։ Եվ որքան Քրիստինեն փորձում էր հանգստացնել նրան, այնքան տագնապն աճում էր։ Ավետիսյանների առանձնատունը 20-րդ դարի սկզբի մի վեհաշուկ կառույց էր, որը կառուցել էր նրա նախապապը մի արտոնյալ հողամասի վրա, որտեղից երում էր քաղաքի մի մասը Դիլիջանի ազգ։ Այն պարկի անտառներով ծածկված լեռները։ 3 հարկ, մոխրագույն քարից թանկարժեք փայտից, բարձր պատուհաններ, գունավոր վիտրաժներով, ընդարձակ այգի, որը ժամանակին փարթամ էր, իսկ այժմ արժանապատվորեն դիմադրում էր վերջին տարիների անուշադրությանը։ Ռուբենը կայանեց մեքենան մուտքի մոտ, անջատեց շարժիչը։ Տարածքը պատած լռությունը գրեթե ճնշող էր։ Չկար թռչունների երգը, որը սովորաբար արթնացնում էր նրան մանկության առավոտներին։ Չկար տիկին Սաթենիկի, տնտեսուհու հեռավոր ձայնը, որը խոսում էր մոր հետ խոհանոցում։ Կյանք չկար։ Նա իջավ մեքենայից, քայլեց դեպի գլխավոր դուռը։ Բանալին ծանոթ ճռինչով պտտվեց կողպեքի մեջ, դուռը բացվեց, բացահայտելով նախասրահը։ Ամեն ինչ անթերի էր։ Մարմարե հատակը փայլում էր, հին հայելիներն արտացոլում էին պատուհաններից ներս թափանցող թույլ լույսը, ճենապակյա ծաղկամանները կատարելապես տեղադրված էին։ Բայց ինչ-որ բան այն չէր։ Ռուբենին մի քանի վայրկյան պահանջվեց հասկանալու համար, թե ինչն է սխալ։ Հետո նա նկատեց. տունը փոխվել էր։ Նրբորեն փոխվել էր։ Կողային սեղանի վերի նկարը փոխված էր։ Նախկինում այնտեղ կախված էր նրա տատիկի ու պապիկի յուղաներկ դիմանկարը, նկարված 50-ականներին։ Այժմ այնտեղ ժամանակակից աբստրակտ կտավ էր, ամբողջությամբ մոխրագույն սերանգներով։ Պարսկական գորգը, որը ծածկում էր նախասրահի կենտրոնը, անհետացել էր, փոխարինվելով ժամանակակից երկրաչափական նախշերով մոդելով։ Անկյունի սեղանը զարդարող հին լուսանկարներն այլս այնտեղ չէին։ Ռուբենի սիրտը սեղմվեց։ Սա առաջին անգամը չէր, որ Քրիստինեն վերադասավորում էր տունը։ 3 տարի առաջ իրենց ամուսնությունից ի վեր նա իրականացնում էր այն, ինչն անվանում էր անհրաժեշտ թարմացում։ Ասում էր, որ առանձնատունը գեղեցիկ է, բայց ժամանակակից շոյանքների, թարմացման, նոր կյանքի կարիք ունի։ Սկզբում նա նույնիսկ համաձայնել էր։ Ի վերջո, տունը կանգ էր առել ժամանակի մեջ, լի հին կահույքով փոշի հավաքող իրերով։ Բայց այժմ, շուրջը նայելով, Ռուբենը հասկացավ, որ սա պարզապես թարմացում չէր։ Սա ջնջում էր։ Յուրաքանչյուր փոփոխություն վերացնում էր ընտանիքի պատմության մի կտոր։ Եվ նա, խորասուզված աշխատանքի մեջ, ամիսներ շարունակ բացակայելով, թույլ էր տվել, որ դա տեղի ունենա։ Մի ձայն նրան դուրս բերեց մտքերից. «Պարոն Ռուբեն, դուք վերադարձաք»։ Նա շրջվեց, տեսավ տիկին Սաթենիկին, կանգնած խոհանոց տանող միջանցքի սկզբում։
Տնտեսուհին ավելի նիհար էր, ավելի կորացած։ Նրա դեմքը, որ միշտ հանգիստ էր, այժմ կրում էր թեթացման տագնապի խառն արտահայտություն։ Նա ձեռքերը սրբեց գոգնոցով դանդաղ մոտեցավ, կարծես վախենում էր շատ բարձր խոսել։ Տիկին Սաթենիկ, ինչպե՞ս է մայրս։ Հարցը հնչեց ուղիղ, առանց նախաբանների։ Ռուբենն այդ կնոջը ճանաչում էր մանկուց։ Նա առանձնատանն աշխատում էր ավելի քան 40 տարի, նրա համար երկրորդ մոր պես էր, գիտեր այդ ընտանիքի յուրաքանչյուր գաղտնիք, յուրաքանչյուր պատմություն, յուրաքանչյուր ցավ։ Եթե ինչ-որ բան այն չլիներ, նա կիմանար։ Սաթենիկը տատանվեց։ Նրա հայացքը սահեց դեպի հատակը, հետո դեպի երկրորդ հարկ բարձրացող աստիճանները, վերջապես վերադարձավ Ռուբենին։ Այնտեղ վախ կար։ Մի վախ, որը նա սովոր չէր տեսնել այդ ուժեղ վճռական կնոջ մոտ։ Նա իր սենյակում է։ Պարոն Ռուբեն։ Շատ չի իջնում։ Գրեթե դուրս չի գալիս այնտեղից։ Ինչպես թե չի իջնում։ Հիվանդ է։ Ոչ այդքան։ Պարզապես նա ավելի շատ ժամանակ է անցկացնում մենակ։ Ասում է, որ շատ հոգնած է։ Ռուբենը խոժոռվեց, անհանգստությունն աճում էր։ Բայց ինչու՞։ Ինչ է պատահել։ Սաթենիկը բացեց բերանը պատասխանելու, բայց մեկ այլ ձայն ընդհատեց նրան։ Մի փափուկ, մեղեդային ձայն, որն արձագանքեց պատերի միջով։ Ռուբեն, սիրելիս, դու ավելի շուտ ես եկել, քան սպասում էինք։ Քրիստինե Ավետիսյանն իջնում էր աստիճաններով իրեն բնորոշ նրբագեղությամբ։ Նա հագել էր բեժ գույնի դասական կոստյում, շիկահեր մազերը հավաքված էին անթերի կոկոնի մեջ, նուրբ դիմահարդարումն ընդգծում էր բաց գույնի աչքերը։ Նա գեղեցիկ էր, դա անհնար էր ժխտել։ Նա ուներ այնպիսի գեղեցկություն, որը գրավում էր ուշադրությունը ցանկացած վայրում, մի ներկայություն, որն առանց ջանքերի տիրում էր միջավայրին։ Երբ նրանք ծանոթացել էին, Ռուբենը կորած էր։ Դեռ կրում էր Մարինեի, իր առաջին կնոջ, երբեք չծնված որդու կորստի անսահման ցավը։ Քրիստինեն հայտնվել էր որպես թեթացում, նոր։ Սկզբի խոստում մեկը, ով կարծես թե հասկանում էր առաջ շարժվելու նրա կարիքը։ Բայց այժմ, տեսնելով նրան աստիճաններով իջնելիս այդ զուսպ ժպիտով, Ռուբենը այլ բան զգաց։ Մի կասկած, որը չէր կարողանում անվանել։ Այո, եկա։ Զգացի, որ պետք է այստեղ լինեմ։ Քրիստինեն մոտեցավ նրան թեթակի համբուրեց այտը։ Այստեղ ամեն ինչ կարգին է, սիրելիս։ Դու չափազանց շատ ես անհանգստանում։ Մայրդ պարզապես մի փոքր հոգնած է, բայց լավ խնամքի տակ է։ Ուզում եմ նրան տեսնել։ Իհարկե։ Բայց գուցե ավելի լավ է լոգանք ընդունես, մի փոքր հանգստանաս։ Ճանապարհը երկար պետք է լիներ։ Ուզում եմ նրան տեսնել հիմա, Քրիստինե։ Դադար եղավ։ Մի պահ ինչ-որ բան անցավ Քրիստինեի աչքերով։ Զայրույթի կայծ, որն արագ քողարկվեց հասկացող ժպիտով։ Ինչպես կամենաս, սիրելիս։ Ես քեզ հետ կգամ։ Կարիք չկա։ Ես գիտեմ, թե որտեղ է մորս սենյակը։ Ռուբենն ուղղվեց դեպի աստիճանները, բայց Քրիստինեն նրբորեն բռնեց նրա թից։ Ռուբեն, բարձրանալուց առաջ պետք է քեզ մի քանի բան ասեմ։ Մայրդ հուզականորեն լավ չէ։ Նա ունենում է շփոթության, խորը տխրության պահեր։ Ես, Սաթե։ Նիկն արել ենք հնարավորը նրան խնամելու համար, բայց դու գիտես, թե ինչպես է լինում։ Երբեմն տարիքն ու միայնությունը ծանրանում են։ Այնպես որ, երբ բարձրանաս, հանգիստ գնա։ Նրան մի ճնշիր։ Ռուբենը նայեց տիկին Սաթենիկին, որի հայացքը գամված էր հատակին։ Այդ լռության մեջ ինչ-որ բան այն չէր։ Բայց նա գլխով արեց բարձրացավ աստիճաններով։ Առանձնատան երկրորդ հարկն ավելի լուռ էր, քան առաջինը։ Երկար վատ լուսավորված միջանցքները կարծես անվերջ ձգվում էին։ Ռուբենն անցավ իր մանկության սենյակի դռան մոտով, հետո հոր հին աշխատասենյակի, որն այժմ վերածվել էր մի տարածքի, որը Քրիստինեն օգտագործում էր իր անձնական նախագծերի համար։ Միջանցքի վերջում տիկին Անահիտի ննջասենյակն էր։ Դուռը փակ էր։ Նա թեթակի թակեց։ Մամ։ Ռուբենն է։ Կարող եմ մտնել։ Լռություն։ Նորից թակեց, այս անգամ ավելի ուժգին։ Մամ։ Մի թույլ, գրեթե անլսելի ձայն պատասխանեց մյուս կողմից։ Ներս արի, տղաս։ Ռուբենը պտտեց բռնակը, բացեց դուռը։
Սենյակը մթության մեջ էր, ծանր վարագույրները փակում էին գրեթե ողջ բնական լույսը։ Մի քանի վայրկյան պահանջվեց, որպես զի նրա աչքերը սովորեն խավարին։ Երբ վերջապես կարողացավ տեսնել այն, ինչ տեսավ, շունչը կտրեց։ Անահիտ Ավետիսյանը նստած էր պատուհանի կողքի բազկաթոռին, կծկված, հագին մաշված խալաթ, որը կարծես թե չափազանց մեծ էր նրա մարմնի համար։ Նա միշտ տպավորիչ ներկայություն ունեցող կին էր, բարձրահասակ, ուղիղ կեցվածքով, մի հայացքի տեր, որը միաժամանակ հարգանք քնքշություն էր ներշնչում։ Բայց այն կինը, որին Ռուբենն այժմ տեսնում էր, ստվեր էր։ Նրա ճերմակ մազերը խառնված էին, դեմքն ավելի նիհար, աչքերը փոս ընկած անփայլ։ Նա նայեց որդուն, մի պահ թվաց, թե չի ճանաչում նրան։ Հետո նրա հայացքում ինչ-որ բան վառվեց, նա փորձեց ժպտալ։ Ռուբեն, տղաս, դու վերադարձար։ Նա ծնկի իջավ նրա կողքին, բռնեց ձեռքերը։ Դրանք սառն էին, դողում էին։ Մամ, ինչ է կատարվում։ Ինչու այլս չես իջնում։ Ինչու ես այստեղ փակված այս սենյակում։ Անահիտը հայացքը թեքեց դեպի ծածկված պատուհանը։ Ես հոգնած եմ, տղաս։ Շատ հոգնած։ Ինչից հոգնած։ Նա չպատասխանեց։ Պարզապես զարմանալի ուժով սեղմեց որդու ձեռքը, կարծես ուզում էր նրան մի բան ասել, որը բառերը չէին կարող արտահայտել։ Ռուբենի կոկորդում մի կոշտուկ առաջացավ։ Ինչ-որ բան խորապես սխալ էր։ Մամ, դու լավ չես։ Ես բժիշկ կկանչեմ։ Բժշկի կարիք չկա, Ռուբեն։ Ես պարզապես խաղաղության կարիք ունեմ։ Ինչ խաղաղություն է դա։ Դու միշտ ուժեղ, ակտիվ կին ես եղել։ Դու խնամում էիր այգին, ընդունում էիր ընկերուհիներիդ, զբոսնում էիր։ Ինչն է փոխվել։ Անահիտը վերջապես նայեց նրան։ Եվ այդ հայացքում Ռուբենը մի բան տեսավ, որը վախեցրեց նրան, հաշտվողականություն։ Կարծես նա հանձնվել էր։ Կարծես պարզապես սպասում էր, որ ժամանակն անցնի։ Բաները փոխվում են, տղաս։ Մարդիկ փոխվում են։ Տունը փոխվել է։ Ինչ նկատի ունես։ Նախքան նա կկարողանար պատասխանել, դուռը բացվեց, Քրիստինեն ներս մտավ, բերելով թեյով թխվածքաբլիթներով սկուտեղ։ Ձեզ համար մի բան բերեցի։ Մտածեցի, տիկին Անահիտը կցանկանա մի բան ուտել։ Նա սկուտեղը դրեց սուրճի սեղանի վրա, մոտեցավ, խնամքով շոյելով Անահիտի ուսերը։ Ինչպե՞ս եք ձեզ զգում, սկեսուր։ Ավելի լավ եք հիմա, որ ձեր որդին այստեղ է։ Անահիտը չպատասխանեց։ Պարզապես փակեց աչքերը, կարծես Քրիստ ինեի ներկայությունն իսկ հյուծում էր իրեն։ Ռուբենը նկատեց մոր մարմնի լարվածությունը, այն, թե ինչպես նա էլ ավելի կծկվեց բազկաթոռին։ Նա ոտքի կանգնեց, նայեց Քրիստինեին։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։ Հիմա։ Քրիստինեն ժպտաց, անվրդով։ Իհարկե, սիրելիս։ Գնանք մեր սենյակ։ Ռուբենը վերջին հայացքը գցեց մոր վրա, որը շարունակում էր փակ աչքերով նստած լինել, հետեց Քրիստինեին սենյակից դուրս։ Հենց որ դուռը փակվեց, նա նայեց կնոջը։ Ինչ է կատարվում մորս հետ։ Քրիստինեն հոգոց հանեց, կարծես համար երեխայի հետ գործ ունենար։ Ռուբեն, մայրդ ծերանում է։ Բնական է, որ նա ավելի փխրուն, ավելի ինքնամփոփ դառնա։ Ես արել եմ ամեն ինչ իմ ուժերի սահմաններում նրան խնամելու համար, բայց դու այստեղ չես լինում մեծ մասամբ։ Դու ճանապարհորդում ես, աշխատում, ամիսներով բացակայում։ Ես եմ, որ խնամում եմ այս տունը, որ կազմակերպում եմ ամեն ինչ, որ ապահովում եմ նրա հարմարավետությունը։ Նա հարմարավետ չի թվում։ Նա բանտարկված է թվում։ Բանտարկված։ Ռուբեն, սա անհեթեթություն է։ Մայրդ լիակատար ազատություն ունի գնալու գալու, ինչպես ցա։ Նկանա։ Եթե նա ընտրում է մնալ սենյակում, դա նրա համար է, որ այդպես ավելի լավ է զգում։ Նա չի ընտրում, Քրիստինե։ Ես ճանաչում եմ մորս։ Ինչ որ բան այն չէ։ Քրիստինեն խաչեց ձեռքերը, առաջին անգամ նրա ժամանումից ի վեր, ձայնը կորցրեց իր քաղցրությունը։ Դու ինչ ես ակնարկում, կոնկրետ։ Ես ասում եմ, որ պետք է հասկանամ, թե ինչն է փոխվել։ Ինչու է տունը տարբեր։ Ինչու են հին լուսանկարները անհետացել։ Ինչու է մայրս մեկուսացված։ Ես որոշ բաներ փոխել եմ, որովհետև այս տունը թարմացման կարիք ուներ։
Մենք չենք կարող հավերժ ապրել անցյալում, Ռուբեն։ Իսկ ինչ վերաբերում է մորթ, նա դժվար շրջան է անցնում, բայց խնամքի տակ է։ Եթե դու ինձ չես վստահում, գուցե պետք է ավելի շատ ժամանակ անցկացնես այստեղ։ Բառերն ասվեցին բանականության տակ քողարկված թույնով։ Քրիստինեն հստակ գիտեր, թե ինչպես խայթել Ռուբենի մեղքի զգացումը, ինչպես ստիպել նրան զգալ, որ ինքն է պատասխանատու ամեն ինչի համար։ Եվ ինչ-որ առումով նա այդպիսին էր։ Ի վերջո ինքն էր, որ բացակայել էր, որ աշխատանքն էր ընտրել որպես ապաստան ողբերգությունից հետո, որ թույլ էր տվել Քրիստինեին ստանձնել առանձնատան բացարձակ վերահսկողությունը։ Բայց այժմ, նայելով կնոջը, նա նկատում էր մի բան, որը նախկինում անտեսել էր։ Նա չէր սիրում այդ տունը։ Նա հանդուրժում էր այն։ Եվ ավելին, նա ուզում էր ջնջել այն։ Ջնջել պատմությունը, հիշողությունները, ամեն ինչ, որը հիշեցնում էր անցյալի մասին։ Եվ այդ ջնջման ընթացքում մայրը լռեցվում էր։ Ես ավելի շատ ժամանակ կանցկացնեմ այստեղ, Քրիստինե։ Ես անձամբ կխնամեմ մորս։ Քրիստինեն ժպտաց, բայց ժպիտը չհասավ աչքերին։ Հրաշալի է։ Համոզված եմ, որ դա բոլորիս օգուտ կտա։ Նա շրջվեց իջավ աստիճաններով, Ռուբենին միայնակ թողնելով միջանցքում։ Նա մի քանի րոպե կանգնած մնաց այնտեղ, փորձելով մարսել ամեն ինչ։ Հետո որոշեց, որ պետք է խոսի տիկին Սաթենիկի հետ։ Իջավ խոհանոց, գտավ նրան ընթրիք պատրաստելիս, շարժումները մեխանիկական, դեմքը փակ։ Սաթենիկ, պետք է, որ դու ինձ հետ ազնիվ լինես։ Ինչ է կատարվում մորս հետ։ Տնտեսուհին դադարեցրեց իր գործը, շուրջը նայեց, կարծես վախենում էր, որ իրեն կլսեն։ Պարոն Ռուբեն, ես չգիտեմ, արդյոք պետք է։ Դու կարող ես ինձ հետ խոսել։ Միշտ կարողացել ես։ Սաթենիկը խորը շունչ քաշեց, բառերը դուրս եկան հրատապ շշուկով։ Մայրդ լավ չէ, պարոն։ Եվ դա պարզապես հոգնածություն չէ։ Այն օրվանից, երբ տիկին Քրիստինեն եկավ այստեղ ապրելու, ամեն ինչ փոխվեց։ Սկզբում փոքր փոփոխություններ էին։ Նա վերադասավորում էր կահույքը, փոխում վարագույրները, ասում էր, որ արդիականացնում է։ Տիկին Անահիտը փորձում էր մասնակցել, կարծիք հայտնել, բայց միշտ անտեսվում էր։ Հետո սկսեցին անհետանալ լուսանկարները, նկարները, հին իրերը։ Մայրը տխրում էր, բայց ոչինչ չէր ասում։ Կարծում եմ, նա չէր ուզում կոնֆլիկտ ստեղծել, չէր ուզում, որ դուք պատերազմի մեջտեղում հայտնվեք։ Իսկ հիմա։ Ինչն է փոխվել հիմա։ Հիմա նա գրեթե դուրս չի գալիս սենյակից։ Ճաշերը նրա համար են տանում։ Նա այլևս չի ընդունում իր հին ընկերուհիների այցելությունները։ Տիկին Քրիստինեն միշտ մի պատրվակ է գտնում, ասում է, որ տիկին Անահիտը տրամադրություն չունի, որ ոչ ոքի տեսնել չի ուզում։ Բայց ես տեսնում եմ, պարոն Ռուբեն։ Ես տեսնում եմ ձեր մոր հայացքը։ Նա մարում է։ Ռուբենը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում կրծքով։ Ինչու ինձ ավելի շուտ չես ասել։ Սաթենիկը հայացքը խոնարհեց, ամաչելով։ Փորձել եմ, պարոն։ Մի քանի անգամ զանգահարել եմ ձեզ, բայց տիկին Քրիստինեն միշտ պատասխանել է, ասել, որ կփոխանցի։ Նամակներ եմ գրել, բայց երբեք պատասխան չեմ ստացել։ Կարծում եմ, նա կասեցրել է։ Եվ ես վախենում էի։ Տիկին Քրիստինեն հասկացրեց, որ եթե ես խնդիրներ ստեղծեմ, կհեռացվեմ աշխատանքից։ Եվ եթե ես գնամ, ով կխնամի տիկին Անահիտին։ Ռուբենը ձեռքը դրեց տնտեսուհու ուսին։ Դու արել ես այն, ինչ կարող էիր։ Բայց հիմա ես այստեղ եմ։ Եվ ես կպարզեմ, թե ինչ է կատարվում։ Այդ գիշեր Ռուբենը չկարողացավ քնել։ Պառկած էր Քրիստինեի կողքին, լսում էր նրա հանգիստ ու կանոնավոր շնչառությունը, մինչդեռ իր սեփական միտքը եռում էր հարցերից։ Երբ ժամացույցը ցույց տվեց առավոտյան 3-ը, նա վեր կացավ, քայլեց առանձնատան մութ միջանցքներով։ Գնաց գրադարան, այն սակավաթիվ սենյակներից մեկը, որը դեռ պահպանում էր իր սկզբնական էությունը։ Այնտեղ, կարմրափայտի դարակների հին գրքերի մեջ, նա իրեն թույլ տվեց հիշել։ Հիշեց Մարինե։ Իր Մարինեին, քաղցր աչքերով, հեշտ ծիծաղով։ Նա հարուստ չէր, ավանդական ընտանիքից չէր, բայց հսկայական սիրտ ուներ։ Երբ նրան բերեց մոր հետ ծանոթացնելու, Ռուբենը վախենում էր, որ տիկին Անահիտը կմերժի նրան, որ նրան անհարմար կհամարի Ավետիսյանների ժառանգի համար։ Բայց հակառակը տեղի ունեցավ։ Անահիտն ու Մարինեն անմիջապես կապ հաստատեցին։
Ամբողջ կեսօրերն անցկացնում էին այգում զրուցելով, միասին խոհարարություն անելով, հին պատմությունների վրա ծիծաղելով։ Մարինեն կյանք էր բերել այդ տուն, Անահիտը վերջապես ուներ այն դուստրը, որին միշտ ցանկացել էր։ Եվ հետո եկավ ողբերգությունը։ Մարինեն հղիացավ, բայց հղիությունը սկզբից էդ բարդ էր։ Եղան բարդություններ, արյունահոսություններ, հոսպիտալացումներ։ Ծննդաբերության օրը ամեն ինչ փլուզվեց։ Մարինեն երեխան հեռացան, թողնելով մի դատարկություն, որը ոչ մի բարդ չէր կարող լցնել։ Ռուբենը փակվեց իր մեջ։ Խորասուզվեց աշխատանքի մեջ, ճանապարհորդեց, խուսափեց տնից, խուսափեց մորից, խուսափեց ամեն ինչից, որը կարող էր հիշեցնել նրան կորցրածի մասին։ Եվ Անահիտը, որը նույնպես սիրում էր Արինեին որպես դուստր, մենակ մնաց իր ցավի հետ։ Հենց այդ դատարկության մեջ հայտնվեց Քրիստինեն։ Ծանոթացան Երանում գործնական միջոցառման ժամանակ։ Նա մի խոշոր կորպորացիայի հանրային կապերի պատասխանատուն էր, պերճախոս, նրբաճաշակ, լի պլաններով, ամբիցիաներով։ Ռուբենը թույլ տվեց, որ իրեն ներքաշեն։ Դա սեր չէր, նա դա գիտեր։ Դա հարմարավետություն էր, մենակ չլինելու կարիք, մոռանալու ցանկություն։ Երբ հայտարարեց ամուսնության մասին, տիկին Անահիտը ոչինչ չասաց։ Պարզապես գրկեց նրան շշնջաց. «Երջանիկ եղիր, տղաս»։ Բայց նա երջանիկ չէր։ Եվ այժմ, քայլելով այդ լուռ գրադարանով, Ռուբենը հասկանում էր, որ իր մայրը նույնպես երջանիկ չի եղել։ Նա դարակից հանեց հին լուսանկարների ալբոմներից մեկը։ Բացեց, տեսավ Մարինեի մոր իր պատկերները, բոլորը ժպտում էին այն օրերին, որոնք այնքան հեռու էին թվում։ Թերթեց էջերը, գտավ Մարինեի հետ ամուսնության լուսանկարները, մանկական խնջույքի, որը երբեք տեղի չունեցավ, ընտանեկան տոների, երբ տունը դեռ ուրախությամբ էր շնչում։ Եվ հետո նկատեց մի բան։ Այնտեղ Քրիստինեի ոչ մի լուսանկար չկար։ Ոչ մի հատ։ Կարծես նա ներդրվել էր ընտանիքի պատմության մեջ, առանց հետքեր թողնելու։ Մի ձայն նրան դուրս բերեց մտքերից։ Դա վերի հարկից եկող ճռինչ էր։ Ռուբենը փակեց ալբոմը, դանդաղ բարձրացավ աստիճաններով, փորձելով աղմուկ չանել։ Ձայնը գալիս էր երկրորդ հարկի միջանցքից, Անահիտի սենյակի մոտից։ Նա մոտեցավ, տեսավ լույսի շերտ դռան տակից։ Ներսում ինչ-որ մեկը կար։ Ռուբենը մոտեցավ, ականջը դրեց դռանը։ Լսեց խուլ ձայներ։ Մեկը Քրիստինեինն էր, մյուսը կարծես մորն էր, բայց թույլ էր, դողացող։ Նա փորձեց բացել դուռը, բայց այն փակ էր։ Թակեց։ Քրիստինե՞։ Մա։ Լռությունն անմիջապես տիրեց։ Հետո Քրիստինեի ձայնը պատասխանեց, հանգիստ. Ռուբեն։ Ինչ ես անում արթուն։ Աղմուկ լսեցի։ Այնտեղ ամեն ինչ կարգին է։ Այո։ Մայրդ մղձավանջ էր տեսել։ Եկել էի հանգստացնելու նրան։ Բացիր դուռը։ Դադար։ Նա հիմա քնած է, Ռուբեն։ Ավելի լավ է չարթնացնենք։ Քրիստինե, բացիր այդ դուռը։ Լսվեց բանալու պտտվելու ձայնը, դուռը բացվեց։ Քրիստինեն այնտեղ էր, գիշերանոցով, մազերն արձակ, դեմքին վատ։ Քողարկված դժգոհության արտահայտություն։ Նրա հետում Ռուբենը տեսավ մորը, պառկած անկողնում, մեջքով, անշարժ։ Տեսնում ես։ Նա լավ է։ Հիմա, արի վերադառնանք սենյակ, թողնենք նրան հանգստանա։ Ռուբենը մտավ սենյակ, մոտեցավ անկողնուն։ Անահիտը կարծես քնած լիներ, բայց ինչ-որ բան այն չէր։ Նրա դեմքը լարված էր, շուրթերը սեղմված։ Նա դիպավ նրա ձեռքին, նա դանդաղ բացեց աչքերը։ Երբ տեսավ որդուն, մի արցունք գլորվեց աչքի անկյունից։ Մամ։ Նա ոչինչ չասաց։ Պարզապես սեղմեց նրա ձեռքը, նորից փակեց աչքերը։ Ռուբենը նայեց Քրիստինեին, որը պահպանում էր անտարբեր արտահայտությունը։ Գնացինք, Ռուբեն։ Թող քնի։ Նա դուրս եկավ սենյակից, բայց այդ տեսարանում ինչ-որ բան խորապես անհանգստացնում էր նրան։ Եվ մինչ վերադառնում էր իր սենյակ, մտքում սկսեց ձևավորվել մի համոզմունք։ Նա պետք է պարզեր, թե իրականում ինչ է կատարվում այդ տանը։ Եվ պետք է պարզեր արագ, քանի դեռ ուշ չէր։ Հաջորդ առավոտյան արի առաջին ճառագայթները ներս թափանցեցին Ռուբենի սենյակի պատուհանից, բայց նա արդեն ժամերով արթուն էր։ Գիշերվա տարօրինակ տեսարանից հետո չէր կարողացել աչք փակել։
Մոր պատկերը, կծկված անկողնում, այն միայնակ արցունքը, Քրիստինեի սառը հաշվարկված հայացքը։ Ամեն ինչ խառնվել էր մտքում, որպես մի գլուխկոտրուկի կտորներ, որոնք դեռ չէր կարողանում հավաքել։ Վեր կացավ, նախքան Քրիստինեն կարթնանար, իջավ խոհանոց։ Տիկին Սաթենիկն արդեն այնտեղ էր, սուրճ էր պատրաստում։ Նրան տեսնելով նա թեթացած թվաց, կարծես նրա ներկայությունը վահան լիներ ինչ-որ անտեսանելի, բայց սպառնալից բանի դեմ։ Բարի լույս, պարոն Ռուբեն։ Լավ քնեցիք։ Ոչ այնքան։ Սաթենիկ, պետք է, որ ինձ ամեն ինչ պատմես։ Սկզբից։ Երբ ամեն ինչ սկսեց փոխվել։ Տնտեսուհին նյարդայնացած նայեց դռանը, համոզվելով, որ միայնակ են։ Հետո, ցածր ձայնով, սկսեց խոսել։ Աստիճանաբար էր, գիտեք։ Սկզբում, երբ դուք տիկին Քրիստինեն ամուսնացաք, նա նույնիսկ համա գրելի էր։ Խոսում էր տիկին Անահիտի հետ, հարցնում տան պատմության մասին, հետաքրքրված էր թվում։ Բայց հետո սկսեց փոքր բաներ փոխել։ Մի բարձ այստեղ, մի ծաղկաման այնտեղ։ Տիկին Անահիտը շատ չէր անհանգստանում, կարծում էր, որ բնական է, որ կինը ցանկանա իր հետքը թողնել տանը։ Բայց հետո փոփոխություններն ավելի մեծացան։ Կահույքը փոխվեց, նկարները հեռացվեցին։ Եվ ամեն անգամ, երբ տիկին Անահիտը մի բան էր առաջարկում կամ չէր համաձայնում, տիկին Քրիստինեն պատրաստի պատասխան ուներ, միշտ քաղաքավարի, միշտ տրամաբանական, բայց որը իրականում ամբողջությամբ զրոյացնում էր ձեր մոր կարծիքը։ Ռուբենը սուրճ լցրեց, տաք հեղուկն իջնում էր կոկորդով, մինչ նա յուրացնում էր յուրաքանչյուր բառը։ Եվ մայրս երբեք ինձ չի բողոքել։ Նա չէր ուզում ձեզ անհանգստացնել, պարոն։ Այն ամենից հետո, ինչ դուք անցաք տիկին Մարինեի հետ, նա գիտեր, որ դուք խոցելի եք։ Նա ուզում էր, որ դուք երջանիկ լինեք։ Այնպես որ, կուլ էր տալիս տխրությունը ծածնում, թե ամեն ինչ լավ է։ Ռուբենը զգաց, թե ինչպես է մեղքի զգացումը տանջիչի պես սեղմում իր կուրծքը։ Իսկ նրա ընկեր Լուհիները, տիկին Էլմիրան, տիկին Գայանեն, այն խումբը, որը միշտ գալիս էր կեսօրի թեյի։ Սաթենիկը հոգոց հանեց։ Տիկին Քրիստինեն սկսեց չեղարկել հանդիպումները։ Ասում էր, որ տիկին Անահիտը լավ չի զգում, որ պետք է հանգստանա։ Սկզբում ընկերուհիները զանգում էին, հաղորդագրություններ ուղարկում։ Բայց այնքան մերժումներից հետո սկսեցին դադարեցնել։ Եվ տիկին Անահիտը գնալով ավելի մեկուսացավ։ Նա, որ միշտ այնքան շփվող էր, այնքան ուրախ։ Կարծես նրա լույսը մարում էր օրեցօր։ Աստիճաններից լսվող քայլերի ձայնը Սաթենիկին ստիպեց անմիջապես լռել։ Քրիստինեն հայտնվեց խոհանոցի դռան մոտ, անթերի նույնիսկ նոր արթնացած, հագին սպիտակ մետաքսե խալաթ։ Բարի լույս։ Դուք շուտ եք արթնացել։ Նրա ձայնը քաղցր էր, բայց աչքերում մի բան կար, որը չէր համապատասխանում ընկերական տոնին։ Չկարողացա քնել, պատասխանեց Ռուբենը, ուշադիր զննելով նրան։ Մորս մասին էի մտածում։ Հասկանալի է։ Դու շատ ես անհանգստանում նրա համար։ Ի դեպ, մտածում էի այսօր հատուկ ճաշ պատրաստել։ Գուցե դա ուրախացնի տիկին Անահիտին։ Ռուբենը գլխով արեց, բայց պահպանեց չեզո։ Արտահայտությունը։ Լավ միտք է։ Կբարձրանամ տեսնեմ ինչպես է։ Քրիստինեն բացեց բերանը, կարծես թե բողոքելու էր, բայց զսպեց իրեն։ Իհարկե։ Ես այստեղ Սաթենիկին կօգնեմ խոհանոցում։ Ռուբենը դանդաղ բարձրացավ աստիճաններով, ուշադրություն դարձնելով տան յուրաքանչյուր մանրուքի, որոնք նախկինում աննկատ էին մնում։ Միջանցքներն ավելի սառն էին թվում, ավելի դատարկ։ Հասավ մոր սենյակին, մեղմ թակեց։ Մամ, կարող եմ մտնել։ Այս անգամ պատասխանն ավելի արագ եկավ։ Ներս արի, տղաս։ Նա բացեց դուռը, գտավ Անահիտին նստած նույն բազկաթոռին, բայց այսօր վարագույրները մասամբ բաց էին, ինչը թույլ էր տալիս լույսին ներս թափանցել։ Նա մի փոքր ավելի լավ էր թվում, ավելի ներկա։ Բարի լույս, մամ։ Ինչպես անցավ գիշերը։ Անահիտը նայեց նրան այն հոգնած աչքերով, որոնք այնքան բան էին տեսել։ Ավելի լավ, իմանալով, որ դու այստեղ ես։ Նստիր ինձ հետ, տղաս։ Ռուբենը մի աթոռ քաշեց, նստեց նրա կողքին։ Մի քանի րոպե նրանք լուռ մնացին, պարզապես վայելելով միմյանց ընկերակցությունը։ Հետո Անահիտը սկսեց խոսել, նրա ձայնը թույլ էր, բայց վճռական։ Ռուբեն, ես պետք է քեզ մի բան պատմեմ։
Բայց դու պետք է խոստանաս, որ կլսես ինձ մինչ վերջ, չընդհատելով։ Նա գլխով արեց, բռնելով նրա ձեռքը։ Ես գիտեմ, որ դու շատ ես տառապել Մարինեի երեխայի կորստից։ Ես էլ եմ տառապել, տղաս։ Մարինեն ինձ համար դստեր պես էր։ Երբ նա հեռացավ, զգացի, որ կորցրի ձեզ երկուսիդ էլ։ Դու հեռացար, խորասուզվեցիր աշխատանքի մեջ, ես հասկացա։ Յուրաքանչյուրն իր ձով է հաղթահարում ցավը։ Բայց հետո դու հանդիպեցիր Քրիստինեին, ես մտածեցի, որ գուցե դա քո հնարավորությունն է նորից երջանիկ լինելու։ Ես այնքան էի ուզում, որ դու երջանիկ լինես։ Նա դադարեց, դժվարությամբ շնչելով։ Ռուբենը համբերատար սպասեց։ Սկզբում փորձեցի սիրել նրան։ Փորձեցի ընդունել այն փոփոխությունները, որ նա անում էր տանը։ Ի վերջո, նա քո կինն էր, իրավունք ուներ տունը իր ձով դարձնելու։ Բայց հետո հասկացա, որ դա միայն դեկորի մասին չէր։ Դա ջնջելու մասին էր։ Ջնջել Մարինեին, ջնջել քեզ մանուկ ժամանակ, ջնջել հորդ, ջնջել ինձ։ Յուրաքանչյուր իր, որն անհետանում էր, իր հետ տանում էր մեր պատմության մի կտոր։ Եվ երբ փորձեցի խոսել, երբ փորձեցի մասնակցել որոշումներին, անտեսվեցի։ Ոչ կոպիտ կերպով, ոչ։ Քրիստինեն չափազանց խելացի է դրա համար։ Նա պարզապես ստիպում էր ինձ զգալ, որ իմ կարծիքները հնացած են, որ ես չեմ հասկանում ժամանակակից աշխարհը, որ ավելի լավ է թողնել նրա ձեռքում։ Մամ, ինչու ինձ չես ասել։ Անահիտը տխուր ժպտաց։ Որովհետև դու երջանիկ էիր, տղաս։ Կամ գոնե այդպես էր թվում։ Եվ ես չէի ուզում լինել խառնվող սկեսուրը, տրտնջացող պառավը, որը խանգարում է որդու ամուսնությանը։ Այնպես որ սկսեցի լռել, ինքնամփոփվել, անտեսանելի դառնալ իմ սեփական տանը։ Արցունքներ սկսեցին հոսել Ռուբենի դեմքով։ Դու երբեք անտեսանելի չէիր լինի ինձ համար, մամ։ Երբեք։ Բայց եղա, տղաս։ Դու այնքան շատ էիր ճանապարհորդում, այնքան շատ էիր աշխատում։ Երբ զանգում էիր, Քրիստինեն միշտ պատասխանում էր, միշտ ասում, որ ամեն ինչ լավ է։ Եվ դու հավատում էիր, որովհետև ավելի հեշտ էր հավատալ։ Որովհետև ճշմարտությունը չափազանց շատ է ցավեցնում։ Ռուբենը սեղմեց նրա ձեռքը։ Դա կփոխվի։ Ես խոստանում եմ։ Ես կխնամեմ քեզ, կվերադարձնեմ ընկերուհիներիդ, կվերականգնեմ ուն։ Ամեն ինչ կանեմ, որ նախկինի պես լինի։ Անահիտը գլուխը թափահարեց։ Խնդիրն ամեն ինչ նախկինի պես դարձնելը չէ, Ռուբեն։ Անցյալն արդեն գնացել է։ Մարինեն գնացել է։ Բայց խնդիրն այն է, որ ես նորից ձայն ունենամ, որ կարողանամ գոյություն ունենալ առանց վախի, որ նորից սկսեմ ապրել, ոչ թե պարզապես գոյատել։ Նրանք ավելի քան 1 ժամ զրուցեցին։ Անահիտը պատմեց ամենօրյա փոքր նվաստացումների մասին, թե ինչպես էր Քրիստինեն վերահսկում ամեն ինչ մատուցվող ուտելիքից մինչ այն, թե ով կարող էր այցելել իրեն, ով ոչ։ Պատմեց, թե ինչպես էր իրեն բանտարկյալ զգում իր սեփական սենյակում, ինչպես էր վախենում իջնել գտնել իր պատմությանս մեկ ջնջված մասը։ Երբ Ռուբենը վերջապես լքեց սենյակը, նա այլ էր։ Այն մշուշը, որը ծածկում էր նրա տեսողությունը վերջին տարիներին, ցրվել էր։ Նա այժմ ամեն ինչ հստակ էր տեսնում։ Եվ պետք է գործեր։ Վճռական քայլերով իջավ աստիճաններով գտավ Քրիստինեին հյուրասենյակում, դեկորի ամսագիր թերթելիս։ Քրիստինե, մենք պետք է խոսենք։ Լուրջ։ Նա հայացքը բարձրացրեց, մի հոնքը կամարվեց։ Իհարկե։ Ինչ է պատահ։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ փոխվի։ Մայրս լավ չէ, դրա մեծ մասը իմ մեղքն է, այդքան բացակայելու համար։ Բայց դա նա կապված է նրա հետ, թե ինչպես են այստեղ գործերն ընթանում։ Քրիստինեի դեմքը թեթակի փակվեց։ Ինչ նկատի ունես։ Նկատի ունեմ, որ ես ավելի շատ ժամանակ եմ անցկացնելու տանը։ Ես կվերակազմակերպեմ իմ աշխատանքային գրաֆիկը։ Եվ ուզում եմ, որ մայրս նորից ինքնավարություն ունենա։ Նա նորից կընդունի իր ընկերուհիներին, նորից կմասնակցի տան որոշումներին։ Քրիստինեն ամսագիրը մի կողմ դրեց, նրա կեցվածքն ավելի կոշտացավ։ Ռուբեն, մայրդ փխրուն է։ Նա խնամքի, հանգստի կարիք ունի։ Առողջարար չէ նրան ծանրաբեռնել որոշումներով, հոգնեցուցիչ այցելություններով։ Թե ինչն է առողջարար նրա համար, պետք է որոշի բժիշկը, ոչ թե դու։
Եվ ի դեպ, ես այսօր իսկ նրա համար հանդիպում կնշանակեմ։ Ռուբեն, դու չափազանցնում ես։ Ես շատ լավ եմ խնամում մորդ։ Այդպես է, նա մի քայլ առաջ արեց։ Ապա բացատրիր ինձ, թե ինչու է նա գործնականում մեկուսացված սենյակում։ Ինչու են նրա ընկերուհիներն այլս այստեղ չեն գալիս։ Ինչու են անհետացել բոլոր այն իրերը, որոնք նրա համար նշանակություն ունեին։ Քրիստինեն ոտքի կանգնեց, աչքերը փայլում էին զսպված զայրույթից։ Ես արդիականացրել եմ այս տունը, որովհետև այն քանդվում էր խրված անցյալում։ Ես արել եմ այն, ինչ դու քաջություն չունեցար անելու։ Իսկ ինչ վերաբերում է մորթ ընկերուհիներին, նրանք դադարեցին գալ, որովհետև ինքը չէր ուզում այլս ընդունել նրանց։ Բայց իհարկե, հիմա ես եմ պատմության չարագործը։ Ես չեմ ասում, որ դու չարագործ ես։ Ես ասում եմ, որ ամեն ինչ կփոխվի։ Սա մորս տունն է, նա նորից իրեն տանը կզգա այստեղ։ Քրիստինեն սառը ժպտաց։ Սա նա իմ տունն է, Ռուբեն։ Ես քո կինն եմ, թե։ Արդեն մոռացել ես։ Չեմ մոռացել։ Բայց դա քեզ իրավունք չի տալիս ջնջել իմ ընտանիքի պատմությունը։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Քրիստինեն երկար վայրկյաններ նայեց նրան, հետո վերցրեց պայուսակը։ Ես պետք է դուրս գամ։ Գործեր ունեմ։ Կխոսենք հետո, երբ ավելի հանգիստ լինես։ Նա դուրս եկավ, դուռը շրխկացնելով այնքան ուժգին, որ պատի նկարները դողացին։ Ռուբենը կանգնած մնաց այնտեղ, սիրտը արագ բաբախում էր։ Նա գիտե, որ հենց նոր հատել է մի սահման, որ իր Քրիստինեի միջ ամեն ինչ այլս նույնը չի լինի։ Բայց նա գիտեր, որ ճիշտ բան է արել։ Հաջորդ օրերին Ռուբենը գործի դրեց իր պլանը այն մարդու վճռականությամբ, ով վերջապես տեսել էր ճշմարտությունը։ Զանգահարեց Անահիտի հին ընկերուհիներին, բացատրելով, որ նա ավելի լավ է կցանկանար ընդունել նրանց։ Հեռախոսի մյուս կողմում տիկին Էլմիրան, մոր ամենահին ընկերուհին, սկսեց լաց լինել։ Ռուբեն, տղաս, այնքան ժամանակ է անցել։ Մենք մի քանի անգամ փորձեցինք, բայց մեզ միշտ ասում էին, որ Անահիտը չի կարող այցելուներ ընդունել։ Սկսեցինք մտածել, որ նա այլս չի ուզում մեր ընկերակցությունը։ Ոչ, տիկին Էլմիրա։ Մայրս միշտ ցանկացել է ձեր ընկերակցությունը։ Թյուրիմացություն է եղել, բայց հիմա ամեն ինչ լուծված է։ Կարող եք գալ ուրբաթ կեսօրին։ Տիկնոջ ձայնը հուզմունքից խեղդվեց։ Կգամ, սիրելիս։ Եվ մյուսներին էլ կբերեմ։ Մենք այնքան ենք կարոտել նրան։ Նա հանդիպում նշանակեց բժիշկ Ֆերոյանի հետ, ընտանիքի վստահելի բժշկի, որը Անահիտին ճանաչում էր տասնամյակներ։ Սկսեց վերադարձնել որոշ հին իրեր, որոնք Քրիստինեն պահել էր ձեղնահարկում, գտնելով ավելի ու ավելի շատ թաքնված գանձեր։ Նախապապի գրպանի ժամացույցը, տատիկին պատկանող ճենապակու հավաքածուն, հուզիչ նվիրատվություններով գրքեր։ Տունը նորից սկսեց շնչել, կարծես արթնանում էր խորը քնից։ Անահիտը, քիչ-քիչ, սկսեց դուրս գալ սենյակից։ Սկզբում միայն միջանցք, դանդաղ քայլելով, հենվելով կահույքին։ Հետո հյուրասենյակ, որտեղ նստեց իր մոր բազմոցին ժամերով մնաց այնտեղ, պարզապես զգալով ծանոթ իրերի ներկայությունը։ Հետո, մի արոտ կեսօր, նա իջավ այգի։ Ռուբենը պատուհանից նայում էր նրան, տեսնում, թե ինչպես է նա դիպչում վայրի աճող վարդերին, շոյում հարյուրամյա ծառերի տերները, խորը շնչում բուրավետ օդը։ Դա նման էր չորացած բույսի, որը երկար ու դաժան երաշտից հետո ջուր է ստանում։ Նա դեռ փխրուն էր, ոտքերը դողում էին, մարմինը նիհար, բայց նրա աչքերում նորից կյանք կար։ Այն փայլը, որը նա հիշում էր մանկուց, վերադառնում էր, դեռ ամաչկոտ, բայց ներկա։ Մի առավոտ Անահիտն ավելի շուտ արթնացավ զարմացրեց Սաթենիկին խոհանոցում։ Սաթենիկ, սիրելիս, այսօր ես եգիպտացորենի ալյուրով թխվածք կպատրաստեմ։ Այն մեկը, որը Ռուբենը միշտ սիրել է։ Տնտեսուհին քիչ մնա։ Ցկցեր բաժակը, որը բռնել էր։ Տիկին Անահիտ, համոզված եք։ Այնքան ժամանակ է։ Համոզված եմ։ Ես պետք է նորից սկսեմ անել այն բաները, որոնք սիրում եմ։ Եվ արդեն չափազանց երկար ժամանակ է, որ այս տանը չեմ եփել։ Նրանք երկուսով առավոտն անցկացրին խոհանոցում, թխվող թխվածքի հոտը տարածվեց առանձնատնով, որպես ջերմ գրկախառնություն։ Ռուբենն իջավ, հոտից գրավված, գտավ մորը, ձեռքերն ալյուրոտ, ժպտալով այնպես, ինչպես տարիներով չէր տեսել։ Այս հոտը քո սիրելի թխվածքն է, տղաս։
Մտածեցի, ժամանակն է վերականգնել որոշ ավանդույթներ։ Նա գրկեց մորը, առաջին անգամ երկար ժամանակվա մեջ զգալով, որ գուցե ամեն ինչ իսկապես կարող է լավանալ։ Քրիստինեն, մյուս կողմից, գնալով ավելի հեռու թշնամական էր դառնում։ Երկար ժամանակ անցկացնում էր տնից դուրս, ասում էր, որ աշխատանքային հանդիպումներ ունի, հրատապ նախագծեր, անհետաձգելի հանդիպումներ։ Երբ տանն էր, պահպանում էր սառը քաղաքավարություն, խոսում միայն անհրաժեշտը, շուրթերը միշտ սեղմված բարակ գծով։ Նրա ճաշերը լինում էին սենյակում կամ տնից դուրս։ Նա խուսափում էր այն տարածքներից, որտեղ Ռուբենն ու Անահիտն էին, կարծես նրանց ներկայությունն իսկ խորապես անհանգստացնում էր իրեն։ Մի գիշեր, երբ Ռուբենը գրադարանում հին փաստաթղթեր էր դասավորում, Սաթենիկը անհանգիստ արտահայտությամբ թակեց դուռը։ «Պարոն Ռուբեն, ես պետք է ձեզ մի բան ցույց տամ։ Դա կարևոր է»։ Նա նրան տարավ տան հետնամասի մի փոքր սենյակ, հին կարի սենյակ, որը տարիներով ոչ ոք չէր օգտագործում։ Դուռը ջրալով բացվեց, բացահայտելով փոշոտ մոռացված տարածք։ Այնտեղ, առանց որևէ խնամքի կամ կազմակերպվածության կուտակված, տասնյակ լուսանկարներ էին, կոտրված ապակիներով, քերծված շրջանակներով նկարներ, անձնական իրեր, նետված որպես անարժեք աղբ։ Ես այս ամենը գտա այստեղ թաքցրած, երբ մաքրում էի, բացատրեց Սաթենիկը դողացող ձայնով։ Տիկին Քրիստինեն դուրս չի նետել, բայց թաքցրել է։ Կարծես ուզում էր, որ դրանք տեսադաշտից անհետանան, բայց չէր կարողանում ամբողջությամբ ազատվել։ Այստեղ բաներ կան, որոնք ձեր պապինն էին, ձեր հորը։ Մի ամբողջ կյանքի հիշողություններ։ Ռուբենը ծնկի իջավ այդ դեն նետված հիշողությունների ծովի մեջտեղում։ Վերցրեց շրջանակված լուսանկար։ Դա իր Մարինեի ամուսնության օրվանից էր։ Երկուսն էլ փայլուն ժպտում էին, նա պարզ, բայց գեղեցիկ զգեստով, ինքը մուգ կապույտ կոստյումով, Անահիտը նրանց կողքին, ուրախության արցունքները հոսում էին դեմքով։ Լուսանկարը մի անկյունում ճմրթված էր, կարծես ինչ-որ մեկը փորձել էր ոչնչացնել այն, բայց վերջին պահին հրաժարվել էր։ Նրա սիրտն այնքան ուժեղ սեղմվեց, որ նա ստիպված եղավ նստել հատակին։ Ինչպես կարող է ինչ-որ մեկն այսպես վարվել ուրիշի հիշողությունների հետ։ Սաթենիկը ծնկի իջավ նրա կողքին, ձեռքը դնելով ուսին։ Որոշ մարդիկ չեն հասկանում, որ նոր բան կառուցելու համար պետք չէ ոչնչացնել այն, ինչ եղել է նախկինում։ Տիկին Քրիստինեն։ Նա ուզում էր, որ այս տունը միայն իրենը լիներ, իր ձով։ Ուզում էր ջնջել այն ամենը, ինչ իր պատկերացրած ձով չէր։ Ռուբենը մատները սահեցրեց լուսանկարի վրայով, մաքրելով այն ծածկող փոշին։ Մենք այս ամենը կվերադարձնենք իրենց սկզբնական տեղերը։ Յուրաքանչյուր լուսանկար, յուրաքանչյուր իր։ Մենք կվերադարձնենք այս տան հոգին։ Նրանք ամբողջ գիշերն անցկացրին առանձնատունը վերականգնելով։ Սաթենիկը խնամքով մաքրում էր յուրաքանչյուր իր, մինչ Ռուբենը դրանք վերադարձնում էր այն տեղերը, որոնք հիշում էր մանկուց։ Նախապապի պատի ժամացույցը վերադարձավ ճաշասենյակ։ Տատիկի ճենապակին վերադարձավ ցուցափեղկ։ Ընտանեկան դիմանկարները նորից կախվեցին երկրորդ հարկի միջանցքում։ Մարինեի հետ ամուսնության յուրաքանչյուր լուսանկար հատուկ տեղ ստացավ։ Ռուբենը չէր փորձում ապրել անցյալում, այլ պատվում էր հիշողությունը, ընդունելով, որ այդ մարդիկ այդ պահերը իր ինքնության մասն էին կազմում։ Երբ արը ծագեց, ոսկեգույն ճառագայթներ գցելով առանձնատան պատուհաններից, տունը կարծես թե վերադարձել էր ժամանակի մեջ։ Ոչ ամբողջությամբ, քանի որ դա անհնար կլիներ, բայց բավականաչափ, որպեսզի Ավետիսյանների ընտանիքի էությունը, իր ողջ պատմությամբ, ուրախություններով, ցավերով, նորից ներկա լիներ։ Տունը նորից սկսեց պատմություններ պատմել։ Անահիտն իջավ նախաճաշի կանգնեց նախասրահի մեջտեղում, շուրջը նայելով աչքերով, որոնք լի էին ազատորեն հոսող արցունքներով իր կնճռոտ դեմքով։ Աստված իմ, տղաս։ Դու ամեն ինչ վերադարձրել ես։ Դու մեր պատմությունն ես վերադարձրել։ Ռուբենը ուժգին գրկեց նրան, զգալով նրա փխրուն մարմինն իրենին կպած։ Վերադարձրել եմ, մամ։ Եվ սա միայն սկիզբն է։ Ուրբաթ օրը քո ընկերուհիները կգան թեյի։ Եվ հաջորդ շաբաթ մենք բժշկի կգնանք, ամբողջական ստուգում անցնելու։ Անահիտը երկու ձեռքով բռնեց որդու դեմքը, խորը նայելով նրա աչքերին։ Շնորհակալ եմ, տղաս։ Շնորհակալ եմ, որ նորից ինձ տեսար։ Որ նորից ինձ գոյություն տվեցիր։
Բայց մինչ մայր ու որդի գրկախառնվում էին առավոտյան լույսով ողողված նախասրահում, նրանցից ոչ ոք չնկատեց Քրիստինեին աստիճանների վերում, մասամբ թաքնված Մարմարեսյան հետում, տեսարանը դիտելիս մի արտահայտությամբ, որը խառնում էր խորը զայ, լույտ, աճող հիասթափություն, ինչ-որ ավելի վտանգավոր ու մռայլ բան։ Նրա մատները այնքան ուժեղ էին խրվել ափերի մեջ, որ հետքեր էին թողնում։ Նա կորցրել էր այն վերահսկողությունը, որը նվաճելու համար այդքան շատ էր աշխատել, 3 տարվա ընթացքում յուրաքանչյուր հաշվարկված քայլ այժմ քանդվել էր օրերի ընթացքում։ Եվ Քրիստինեի նման մարդիկ, որոնք սովոր են շահարկել վերահսկել, չեն ընդունում պարտությունը առանց պայքարի։ Չեն ընդունում պարզապես հանձնվելն ու առաջ շարժվելը։ Եթե նա չէր կարող ունենալ վերահսկողություն, ոչ ոք չէր ունենա։ Եվ հենց այդ պահին, տեսնելով մորն ու որդուն նորից միասին, նրա մտքում ձավորվեց ինչ-որ մութ ու վերջնական բան։ Ուրբաթ օրը, ինչպես խոստացվել էր, Անահիտի ընկերուհիները եկան թեյի։ Տիկին Էլմիրան առաջինն էր, բերելով նարնջով թխվածք, որը նրա տան մասնագիտությունն էր։ Տիկին Գայանեն եկավ անմիջապես հետից, այգուց ծաղկեփնջով։ Տիկին Մարիամը, խմբի ամենաերիտասարդը, բերեց բելգիական շոկոլադի տուփ։ Բոլորը գրկախառնվեցին լաց եղան, տեսնելով Անահիտին, նշելով, թե որքան նիհար է նա, բայց աչքերն ավելի կենթա։ Նի՛են։ Անահիտ, սիրելիս, մենք այնքան ենք կարոտել քեզ, ասաց տիկին Էլմիրան, բռնելով ընկերուհու ձեռքերը։ Ես էլ եմ ձեզ կարոտել։ Ավելի շատ, քան կարող եք պատկերացնել։ Նրանք տեղավորվեցին հյուրասենյակում, որտեղ Սաթենիկը գեղեցիկ սեղան էր պատրաստել ընտանիքի հին ճենապակյա սպասքով։ Թեյը մատուցվեց նուրբ բաժակներով, տարիների մեջ առաջին անգամ տունը լցվեց կանացի ծիծաղով, վերապատմվող հին պատմություններով, վերանշվող իսկական ընկերությամբ։ Ռուբենը հեռվից նայում էր, սիրտը տաքացած։ Բայց նա նկատեց, թե ինչպես է Քրիստինեն անցնում միջանցքներով ստվերի պես, միշտ փակ արտահայտությամբ, երբեք չմիանալով խմբին, մերժելով տիկնանց քաղաքավարի հրավերները, մասնակցելու զրույցին։ Այդ գիշեր, երբ ընկերուհիները գնացին, Անահիտը հոգնած, բայց երջանիկ բարձրացավ իր սենյակ, Ռուբենը փնտրեց Քրիստինեին։ Նա աշխատասենյակում էր, համակարգչով էր զբաղված։ Քրիստինե, մենք պետք է խոսենք մեր մասին։ Նա աչքերը չթեքեց էկրանից։ Ինչ կա խոսելու։ Ամեն ինչ։ Մեր ամուսնությունը քանդվում է։ Դու դա գիտես։ Քրիստինեն վերջապես նայեց նրան, աչքեր։ Սառույցի պես սառը։ Քանդվում է, որովհետև դու ընտրեցիր մորդ, իմ փոխարեն։ Խնդիրը ձեր միջ ընտրություն կատարելը չէ։ Խնդիրը ճիշտն անելն է։ Մայրս լռեցվում էր, ջնջվում։ Ես այլս չէի կարող դա անտեսել։ Իսկ ես, նա վեր կացավ, ձայնը բարձրացավ։ Ես, որ խնամում էի այս տունը, որ կազմակերպում էի ամեն ինչ, որ փորձում էի կարգուկանոն բերել այս ժամանակի մեջ խրված վայրը։ Ես հաշիվ չեմ։ Դու հաշիվ ես, Քրիստինե։ Բայց ոչ այնպես, ինչպես դու ես պատկերացնում։ Դու չես կարող ջնջել մի ընտանիքի պատմությունը, կառուցելու համար քո սեփական տարբերակն այն բանի, թե ինչպիսին պետք է լինի տունը։ Քրիստինեն դառը ծիծաղեց։ Զվարճալի է։ Դու նախկինում երբեք չես բողոքել։ Իրականում, դու հազիվ թե այստեղ էիր, ինչ-որ բան նկատելու համար։ Միշտ ճանապարհորդում էիր, միշտ աշխատանքի մեջ, միշտ բացակա։ Եվ հիմա եկել ես ինձ դատելու։ Ռուբենը զգաց հարվածը, որովհետև դա ճիշտ էր։ Նա բացակա էր եղել, ապաստանել էր աշխատանքի մեջ, թույլ էր տվել, որ այս ամենը տեղի ունենա։ Բայց դա չէր արդարացնում այն, ինչ Քրիստինեն արել էր։ Դու ճիշտ ես։ Ես ացակա եմ եղել։ Եվ դա սխալ էր, որը ես փորձում եմ ուղղել։ Բայց այն, ինչ դու արել ես մորս, այս տան հետ, չի կարող արդարացվել իմ բացակայությամբ։ Նրանց միջ լռությունը խիտ էր, լի տարիների չասված խոսքերով, կուտակված դժգոհություններով, մի ամուսնությամբ, որը գուցե երբեք չպետք է տեղի ունենար։ Կարծում եմ, մենք պետք է լրջորեն մտածենք մեր ապագայի մասին, վերջապես ասաց Ռուբենը։ Քրիստինեն երկար նայեց նրան, հետո գլխով արեց։ Գուցե, այո։ Գուցե այս ամուսնությունը սկզբից ետ սխալ էր։ Նա դուրս եկավ աշխատասենյակից, Ռուբենին միայնակ թողնելով իր մտքերի հետ։ Նա գիտեր, որ ամուսնալուծությունն անխուսափելի է։ Բայց նա գիտեր, որ Քրիստինեի հետ ոչինչ պարզ չի լինի։ Նա չէր ընդունի պարտությունը, առանց փորձելու ինչ-որ կերպ վերականգնել վերահսկողությունը։
Հաջորդ օրերը լարված էին, ինչպես պայթելուց առաջ ձգված պարան։ Քրիստինեն Ռուբենը հազիվ էին խոսում միմյանց հետ, հաղորդակցվում էին միայն կարճ, անհրաժեշտ, վատ քողարկված թշնամանքով լի արտահայտություններով։ Նա գնալով ավելի շատ ժամանակ էր անցկացնում տնից դուրս, հեռանում։ Էր վաղ առավոտյան վերադառնում ուշ գիշեր, միշտ անորոշ պատրվակներով, մասնագիտական պարտավորությունների անհետաձգելի հանդիպումների մասին։ Փակվում էր հյուրասենյակում, որն այժմ զբաղեցնում էր, Ռուբենը կարող էր լսել նրա նյարդային քայլերը փայտե հատակին անքուն գիշերներին։ Ամուսնությունը ակնհայտորեն ավարտված էր, դա պարզ էր ցանկացած մարդու համար, ով մտներ այդ տուն զգար օդում կախված լարվածությունը, բայց նրանցից ոչ ոք չուներ քաջություն կամ էներգիա, անելու վերջնական վճռական քայլը։ Կարծես երկուսն էլ սպասում էին, որ մյուսը առաջինը զիջի, որ ինչ-որ մեկը քաջություն ունենա արտասանելու վերջին խոսքերը, որոնք պաշտոնապես կկնքեին ավարտը։ Անահիտը մյուս կողմից ծաղկում էր ինչպես վարդ, որը վերջապես արեստանում ամիսներ շարունակ ստվերում մնալուց հետո։ Ընկերուհիների կանոնավոր վերադարձով կեսօրի թեյերին, տունը լցնելով ծիծաղով աշխույժ զրույցներով, Ռուբենի ներկայությամբ ուշադրությամբ իր բարեկեցության յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ, տան ինքնության պատմության վերականգնմամբ վերականգնված իրերի տեղադրված լ. ուսանկարների միջոցով նա կարծես թե օրեցօր երիտասարդանում էր։ Նրա աչքերի շուրջ կնճիռներն ավելի քիչ խորն էին թվում, կեցվածքն աստիճանաբար ուղղվում էր, փայլը վերադառնում էր հայացքին։ Դա նման էր մոխիրներից հառնող մարդու դիտելուն։ Բժիշկը, որը նրան զննեց պլանային այցելության ժամանակ, բժիշկ Ֆերոյանը, որը նրան ճանաչում էր ավելի քան 20 տարի, անկեղծորեն տպավորված էր իր ականատես եղած փոխակերպումից։ Տիկին Անահիտ, դուք շատ ավելի լավ եք, քան ես սպասում էի, երբ ստացա ձեր այցելության խնդրանքը։ Բոլոր հետազոտությունները նորմայի սահմաններում են։ Արյան ճնշումը հիանալի է, գլյուկոզան վերահսկվում է, սիրտը ուժեղ է բաբախում։ Պարզապես պետք է մի փոքր քաշ հավաքեք, վերականգնեք մկանային զանգվածը, շարունակեք ամենօրյա զբոսանքները այգում։ Նա լայն ժպտաց, մի ժպիտ, որը լուսավորեց նրա ողջ դեմքը, ուժեղ քնքշորեն բռնելով Ռուբենի ձեռքը։ Ես ինձ նորից կենդանի եմ զգում, բժիշկ Ֆերոյան։ Այնքան երկար ժամանակ պարզապես գոյություն ունենալուց հետո, վերջապես նորից ապրում եմ։ Զարմանալի է, գրեթե հրաշք, թե ինչպես են ճիշտ ընկերակցու։ Թյունը, իսկական սերը հյուրընկալ տունը խորը տարբերություն ստեղծում մարդու առողջության վրա։ Մարմինը պատասխանում է, երբ հոգին լավ է։ Մի անձրոտ երեքշաբթի, երբ Դիլիջանի վրա մոխրագույն ծանր երկինք էր, Ռուբենը աշխատասենյակում փաստաթղթեր էր դասավորում, երբ զանգ ստացավ անհայտ համարից։ Պարոն Ավետիսյան։ Իմ անունը Էդվարդ Ստեփանյանն է։ Ես զանգահարում եմ ձեր կնոջ, Քրիստինե Ավետիսյանի անունից։ Նա ինձ վարձել է, իրեն ներկայացնելու ամուսնալուծության գործընթացում։ Ռուբենը խորը հոգոց հանեց, փակելով աչքերը։ Դա սպասելի էր, անխուսափելի, բայց դեռ ցավոտ էր ընդունել մի բանի պաշտոնական ավարտը, որի մեջ նա հույսեր էր ներդրել, որքան էլ փոքր լինեին։ Հասկանում եմ։ Ես իմ սեփական փաստաբանին կվարձեմ, մենք շուտով կապ կհաստատենք։ Եվս մեկ բան կա, պարոն Ավետիսյան, շարունակեց փաստաբանը պրոֆեսիոնալ, բայց մի փոքր անհարմար տոնով։ Իմ հաճախորդը պահանջում է ամուսնական գույքի զգալի բաժանում, ներառյալ ընտանեկան առանձնատան էական տոկոսը։ Ինչպես թե, զայրույթը սկսեց եռալ Ռուբենի ներսում։ Առանձնատունը, սերունդն։ Ես շարունակ պատկանում է իմ ընտանիքին։ Դա ընտանեկան ժառանգություն է, ոչ թե ամուսնական գույք։ Բայց ձեր կինը 3 տարի ապրել է այնտեղ որպես տանտիրուհի, նպաստելով պահպանմանն ու կառավարմանը։ Նա կարծում է, որ իրավունք ունի արդարացի փոխհատուցման իր ծառայությունների համար։ Ռուբենը զգաց, թե ինչպես է զայրույթը լավայի պես բարձրանում։ Ասեք ձեր հաճախորդին, որ իմ փաստաբանները կապ կհաստատեն։ Եվ ասեք նա, որ նա սխալ կռիվ է ընտրել։ Նա ուժգին անջատեց հեռախոսը, սարքը քիչ մնաց սահեր դողացող ձեռքերից։ Այսպիսով, Քրիստինեն ուզում էր տան մի մասը վերցնել։ Այն ամենից հետո, ինչ նա արել էր, այն տառապանքից հետո, որ պատճառել էր, դեռ լկտիություն ուներ ընտանեկան ժառանգությունից մի կտոր պոկելու։ Նա պետք է խոսեր տիկին Սաթենիկի հետ։ Իջավ այգի, գտավ նրան ծաղիկները ջրելիս, շարժումները մեթոդական հանգստացնող։ Սաթենիկ, ես պետք է քեզ մի կարևոր բան հարցնեմ։ Դու որ է գրառում պահել ես այն մասին, թե ինչը տեղի ունեցել այստեղ վերջին տարիներին։ Որ է կոնկրետ ապացույց այն մասին, թե ինչպես եմ վարվել մորս հետ։ Տնտեսուհին։
Դադարեցրեց իր գործը, շուրջը նայեց, համոզվելու, որ միայնակ են, հետո դանդաղ գլխով արեց. Այո, պարոն։ Ես պահել եմ։ Չգիտեի, արդյոք մի օր օգտակար կլինի, բայց իմ բնազդն ինձ ասում էր փաստագրել բաները, որպեսզի ապացույցներ ունենամ, եթե մի օր անհրաժեշտ լինի։ Նա նրան տարավ իր փոքրիկ սենյակ տան հետնամասում, մի պարզ, բայց կոկիկ սենյակ։ Մահճակալի տակից հանեց հին, մաշված կոշիկի տուփ։ Ներսում դպրոցական տետրեր էին, լի ձեռագիր գրառումներով, զգուշորեն արված լուսանկարներ, նույնիսկ մի քանի ձայնագրություններ իր հին բջջային հեռախոսով։ Ես սկսեցի գրառել բաները, երբ հասկացա, որ իրավիճակը վատանում է, որ դա պարզապես տարբեր բնավորությունների հարց չէ, բացատրեց Սաթենիկը ցածր ձայնով։ Այն օրերը, երբ տիկին Անահիտը մնում էր առանց նորմալ ուտելու, որովհետև տիկին Քրիստինեն ասում էր, որ նա դիետայի վրա է, որ պետք է նիհարի։ Այն անգամները, երբ ընկերուհիները զանգում էին, խնդրելով այցելել, մերժվում էին պատրվակներով։ Այն դեպքերը, երբ գտնում էի տիկին Անահիտին սենյակում միայնակ լաց լինելիս, լիովին հուսահատված։ Տան Փ. Ոփոխությունները, իրերի անհետացումը։ Ամեն ինչ այստեղ է, գրանցված։ Ռուբենը դողացող ձեռքերով թերթեց տետրերը, զգալով, թե ինչպես է սիրտը ցավագնորեն սեղմվում յուրաքանչյուր բառից։ Սաթենիկը մանրակրկիտ գրանցել էր ամեն ինչ, ճշգրիտ ամսաթվերով, ժամերով, կոնկրետ մանրամասներով։ Դա իր մոր տարիներ շարունակ կրած լուր համակարգված դաժանության մանրամասն տարեգրություններ։ Յուրաքանչյուր էջ մեղքի դաշույնի հարված էր իր կրծքին։ Սաթենիկ, սա չափազանց կարևոր է։ Ես պետք է սա ցույց տամ իմ փաստաբանին։ Պատրաստ ես վկայություն տալ, եթե անհրաժեշտ լինի։ Արեք այն, ինչ պետք է անեք, պարոն։ Ես պարզապես ուզում էի պաշտպանել տիկին Անահիտին։ Նա սրանցից ոչ մեկին արժանի չէր։ Այդ գիշեր, երբ անձրը դադարեց, աստղերը սկսեցին ամաչկոտ եռալ, Ռուբենը փնտրեց մորը։ Նա հետի պատշգամբում էր, բրդյա շալով փաթաթված, դիտում էր աստղերը, ինչպես սովոր էր անել, երբ ինքը երեխա էր։ Մամ, ես պետք է քեզ հետ խոսեմ ամուսնալուծության մասին։ Անահիտը գլխով արեց, կարծես արդեն գիտեր, կարծես սպասում էր այդ խոսակցությանը։ Քրիստինեն տան մի մասն է ո։ Ուզում, այնպես չէ, նրա ձայնը հանգիստ էր, հաշտված։ Ինչպես գիտես։ Որովհետև նրա նման մարդիկ այդպես են անում, տղաս։ Նրանք չեն կարող պարզապես հեռանալ նորից սկսել։ Պետք է ինչ-որ բան տանեն, ինչ-որ բան պոկեն, մշտական սպի թողնեն։ Ռուբենը նստեց նրա կողքին հյուսված աթոռին։ Ես թույլ չեմ տա։ Այս տունը քոնն է, իմն է, մեր ընտանիքինն է։ Նա այստեղից ոչինչ չի տանի։ Ես դրանում համոզված եմ։ Անահիտը բռնեց որդու ձեռքը իր բարակ սառը ձեռքերով։ Պարզապես զգույշ եղիր, Ռուբեն։ Քրիստինեն խելացի է վրեժխնդիր։ Երբ այդպիսի մարդիկ կորցնում են վերահսկողությունը, երբ զգում են, որ պարտվում են, նրանք ամեն ինչ անում են, հնարավորինս շատ վնաս պատճառելու համար։ Խնդիրն այլս հաղթելը չէ, այլ ոչնչացնելը։ Հաջորդ օրերին առանձնատան մթնոլորտն էլ ավելի ծանր խեղդող դարձավ։ Քրիստինեն գիտեր, որ Ռուբենը փաստաբաններ է վարձել, որ իրավական պայքարը նոր է սկսվում։ Նա շրջում էր տանը որպես թշնամական ուրվական, աչքերը միշտ սառույցի պես սառը, շարժումները հաշվարկված ճշգրիտ։ Չէր գոռում, բացահայտ սկանդալներ չէր սարքում։ Դրանից ավելի վատ էր։ Նա պարզապես գոյություն ուներ այնտեղ որպես սպառնալից ներկայություն, պայթելուց առաջ փոթորիկ։ Մի շաբաթ առավոտ Ռուբենն արթնացավ ներքի հարկից եկող տարօրինակ աղմուկից։ Դրանք բարձրացված ձայներ էին, որոնք արձագանքում էին միջանցքներում։ Արագ հագնվեց վազելով իջավ, սիրտը ուժեղ բաբախելով։ Նախասրահում գտավ Քրիստինեին, Սաթենիկի հետ վիճելիս։ Տնտեսուհին գունատ էր, դողացող ձեռքերով բռնել էր գոգնոցը։ Անահիտը աստիճանների վրա էր, գունատ, դիտում էր տեսարանը։ Ինչ է կատարվում այստեղ։ Քրիստինեն շրջվեց դեպի նրան, աչքերը փայլում էին մաքուր զայրույթից։ Ես հեռացնում եմ այս աշխատակցուհուն։ Նա այլս չի աշխատում այս տանը։ Ուզում եմ, որ անմիջապես հեռանա։ Դու դրա իրավասությունը չունես, պատասխանեց Ռուբենը վճռականորեն։ Չունեմ։ Ես այս տան տիրուհին եմ, նույնքան, որքան դու։ Ոչ։ Դու իմ կինն ես, ավելի ճիշտ, իմ ապագա նախկին կինը։ Սաթենիկն աշխատում է իմ ընտանիքի համար ավելի քան 40 տարի։ Դու նրան չես հեռացնի։
Քրիստինեն մի քայլ առաջ արեց, ներխուժելով նրա անձնական տարածք։ Նա քեզ տվեց այդ տրերը, այնպես չէ։ Այդ ստախոս գրառումները, որոնք ստեղծվել են ինձ վնասելու համար։ Դրանք ստեր չեն։ Դրանք փաստագրված փաստեր են, որոնք հստակ ցույց են տալիս, թե դու ինչ ես արել։ Քրիստինեի դեմքը խեղաթյուրվեց զայրույթից։ Դուք կզղջաք։ Բոլորդ։ Կարծում եք, կարող եք ինձ այսպես դուրս հանել, առանց հետանքների։ Ոչ ոք քեզ դուրս չի հանում, Քրիստինե։ Բայց այս ամուսնությունն ավարտված է։ Դու պետք է ընդունես դա։ Նա նայեց նրան, Սաթենիկին, Անահիտին։ Հետո, կտրուկ շարժումով, վերցրեց պայուսակը դուրս եկավ, շրխկացնելով դուռը։ Անահիտը դողալով իջավ աստիճաններով։ Նա կորցնում է վերահսկողությունը, տղաս։ Դա վտանգավոր է։ Ես կապահովեմ, որ նա այլս ոչինչ չանի։ Բայց նույնիսկ դա ասելով, Ռուբենը աճող անհանգստություն էր զգում։ Այդ կեսօր, աշխատասենյակում փաստաթղթեր դասավորելիս, նա մի անհանգստացնող բան գտավ։ Փաստաթղթեր, որոնք երբեք չէր տեսել։ Լիազորագրեր, բանկային փոխանցումներ, պայմանագրեր։ Բոլորը ստորագրված իր կողմից, բայց նա չէր հիշում։ Ավելի մոտիկից նայեց։ Ստորագրություններն իրենն էին, բայց մի փոքր տարբեր։ Տո հասկացավ։ Դրանք կեղծիքներ էին։ Քրիստինեն տարիների ընթացքում կեղծել էր իր ստորագրությունը տարբեր փաստաթղթերի վրա։ Անմիջապես զանգահարեց իր փաստաբանին։ Փաստաբան Պողոսյան, ես լուրջ բան եմ գտել։ Քրիստինեն կեղծել է իմ ստորագրությունը մի քանի փաստաթղթերի վրա։ Դա շատ լուրջ է, Ռուբեն։ Կեղծիքը հանցագործություն է։ Ես պետք է այսօր տեսնեմ այդ փաստաթղթերը։ Երբ գիշերն իջավ, Սաթենիկն ընթրիք պատրաստեց։ Ռուբենը, Անահիտը նա նստեցին սեղանի շուրջ, բայց ոչ ոք ախորժակ չուներ։ Որտե՞ղ է նա, անհանգստացած հարցրեց Անահիտը։ Չգիտեմ։ Բայց վաղը ես ոստիկանություն կգնամ։ Բայց այդ գիշեր, ժամը 2-ի սահմաններում, Ռուբենն արթնացավ տարօրինակ հոտից։ Ծուխ։ Նա ցատկելով վեր կացավ։ Միջանցքը լի էր մոխրագույն մշուշով։ Հրդեհ։ Տունը այրվում էր։ Մամ։ Սաթենիկ, գոռաց նա, վազելով։ Թակեց Անահիտի դուռը։ Այն փակ էր։ Սկսեց հուսահատ հարվածել։ Մամ, տանը հրդեհ է։ Ռուբեն։ Դուռը փակ է։ Նա այնքան հարվածեց, մինչ կողպեքը տեղի տվեց։ Անահիտը անկողնում էր, հազում էր։ Գրկեց նրան դուրս վազեց։ Անցավ Սաթենիկի սենյակի մոտով։ Սաթենիկ։ Դուրս արի։ Հրդեհ է։ Երեքով վազելով իջան աստիճաններով։ Ծուխը գալիս էր աշխատասենյակից։ Հասան այգի, հազալով։ Ռուբենը զանգահարեց հրշեջներին։ Հետո, նայելով տանը, այգու մյուս կողմում մի կերպար տեսավ։ Դա Քրիստինեն էր, դիտում էր, թե ինչպես է առանձնատունն այրվում։ Դու արեցի սա, գոռաց նա, առաջ շարժվելով։ Քրիստինեն սառը ժպտաց։ Եթե ես չեմ կարող ունենալ, ոչ ոք չի ունենա։ Կարծում ես, կարող ես ինձ դուրս հանել առանց հետանքների։ Դու խենթ ես։ Ներսում մարդիկ կային։ Բայց բոլորը դուրս եկան։ Ինչ բախտ։ Ռուբենը բռնեց բջջայինը, սկսեց ձայնագրել։ Դու խոստովանեցիր հրկիզում։ Սա սպանության փորձ է։ Քրիստինեի ժպիտը տատանվեց։ Նա հասկացավ սխալը։ Մի քանի քայլ հետ արեց, սկսեց վազել, անհետանալով մթության մեջ։ Հրշեջները ժամանեցին, վերահսկեցին կրակը։ Աշխատասենյակը ոչնչացվել էր, գրադարանի մի մասը վնասվել, բայց առանձնատունը փրկեցին։ Ռուբենը ձայնագրությունը ցույց տվեց ոստիկանությանը։ Ձերբակալման հրաման տրվեց։ Քրիստինեին գտան 2 ժամ անց, ավտոբուս նստելու փորձ կատարելիս։ Նրան ձերբակալեցին, տարան բաժանում։ Ունք։ Հաջորդ օրերին ամբողջական ճշմարտությունը բացահայտվեց։ Կեղծիքները, Անահիտի մեկուսացումը, հրկիզումը։ Քրիստինեին մեղադրանք առաջադրվեց բազմաթիվ հանցագործությունների համար։ Նա կորցրեց ամեն ինչ։ Ռուբենն ու Անահիտը սկսեցին վերանորոգել վնասները։ Դա խորհրդանշական էր։
Նրանք վերակառուցում էին ոչ միայն տունը, այլ իրենց սեփական կյանքերը։ Մի կեսօր աշխատանքները վերահսկելիս Ռուբենը տեսավ մորն այգում ընկերուհիների հետ զրուցելիս։ Նա ժպտում էր։ Այդ պահին նա իմացավ, որ հաղթել են։ Ոչ թե Քրիստինեի դեմ, այլ լռության, մոռացության դեմ։ Անահիտը նկատեց որդուն, որը նայում էր իրեն, ձեռքով արեց։ Նա պատասխան ձեռքով արեց, զգալով, որ գտնվում է հենց այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Առավոտյան առաջին լույսը ներս թափանցեց այն սենյակի պատուհանից, որտեղ Մարտիրոսն անցկացրել էր մեկ անգամ գիշեր։ Այս անգամ, սակայն, ոչ թե անհանգստությունն էր նրան արթուն պահում, այլ պլանավորումը։ Անելու շատ բան կար, յուրաքանչյուր որոշում պետք է կայացվեր զգուշորեն։ Անուշի ձայնագրությունը հզոր էր, բայց ինչպես Վիվիանը նշել էր, առանց համա։ Ձայնության արված ձայնագրությունները իրավական սահմանափակումներ ունեին։ Ավելին էր պետք։ Պետք էին կոնկրետ ապացույցներ, փաստաթղթեր, վկայություններ, որոնք կարող էին ոչ միայն բացահայտել Վիվիանին, այլ հանգեցնել բժիշկ Ֆրեյդունյանի հետաքննությանը։ Վաղ առավոտյան, մինչ Հեղինեն դեռ քնած էր այն վերականգնող քնով, որը զգում է նա, ով վերջապես իրեն ապահով է զգում սեփական տանը, Մարտիրոսն իջավ աշխատասենյակ, սկսեց դասավորել այն ամենը, ինչ գտել էր։ Կեղծված կտակը, կասկածելի լիազորագիրը, չափից ավելի դեղաչափերով դեղերի սրվակները, Մարինեի օրագիրը, ծննդաբերության մասին իր վերջին անհանգիստ գրառումներով։ Լուսանկարեց ամեն ինչ, պատճեններ արեց, դասավորեց թղթապանակներում։ Նա գործ էր կառուցում։ Անուշը հայտնվեց թարմ սուրճով տաք հացով։ Նա նույնպես այլ տեսք ուներ։ Կարծես մի բեռ էր թոթափվել նրա ուսերից, մի թեթություն կար նրա շարժումներում։ Ամիսների մեջ առաջին անգամ նա մատների ծայրերին չէր քայլում, վախենալով լսվելուց կամ նկատողություն ստանալուց։ Պարոն Մարտիրոս, տիկին Հեղինեն արթնանում է։ Նա ձեզ է կանչում։ Նա արագ Արծրացավ աստիճաններով գտավ մորը նստած անկողնում, բարձերը դասավորված մեջքի հետում, դեմքին մի արտահայտություն, որը տարիներով չէր տեսել։ Դա պարզապես թեթացում չէր։ Դա վճռականություն էր։ Բարի լույս, մամ։ Լավ քնեցիր։ Ավելի լավ, քան երկար ժամանակ քնել եմ, պատասխանեց նա, նրա ձայնն ավելի ամուր էր, ավելի ներկա։ Մարտիրոս, մենք պետք է խոսենք, թե ինչ ենք անելու հիմա։ Նա նստեց նրա կողքին անկողնում։ Ես արդեն սկսել եմ ամեն ինչ դասավորել։ Այսօր իսկ փաստաբան կփնտրեմ։ Մեկին, ով մասնագիտացած է ընտանեկան իրավունքի, նա քրեական գործերի մեջ։ Մենք պետք է վիճարկենք այդ լիազորագիրը, այդ կտակը։ Եվ պետք է հետաքննություն սկսենք այն մասին, թե ինչ է պատահել Մարինեի հետ։ Հեղինեն բռնեց որդու ձեռքը, նրա աչքերը արցունքոտ էին, բայց ամուր։ Ես պետք է ավելի շատ պայքարեի։ Երբ Վիվիանը սկսեց ինձ մեկուսացնել, դեղորայք տալ, ես պետք է ավելի ուժեղ դիմադրեի։ Բայց այնքան հոգնած էի, Մարտիրոս։ Այնքան հոգնած ցավից, միայնությունից։ Երբ կորցրինք Մարինեին երեխային, իմ մեջ էլ ինչ-որ բան մահացավ։ Եվ երբ դու հեռացար։ Երբ խորասուզվեցիր աշխատանքի մեջ ինձ այստեղ միայնակ թողեցիր, ես պարզապես հանձնվեցի։ Մամ, դու ոչ մի բանում մեղավոր չես։ Ես եմ, որ պետք է ներկա լինեի։ Պետք է տեսնեի, թե ինչ է կատարվում։ Մենք երկուսս էլ սխալվեցինք միմյանց հանդեպ։ Բայց հիմա մենք հնարավորություն ունենք դա ուղղելու։ Եվ ես ուզում եմ ավելին անել, քան պարզապես վերականգնվել, Մարտիրոս։ Ես արդարություն եմ ուզում։ Մարինեի համար, այն անմեղ երեխայի համար, մեր համար։ Այդ պահին Մարտիրոսը տեսավ այն ուժեղ կնոջը, որը մայրը միշտ եղել էր։ Այն մայրապետին, որը սիրով ամրությամբ ղեկավարում էր այդ տունը, որը միայնակ մեծացրել էր որդուն այրյանալուց հետո, որը կամուրջներ էր կառուցել սերունդների միջ։ Նա վերադառնում էր, այս անգամ նա նրան միայնակ չէր թողնի։ Հաջորդ օրերը լարված էին։ Մարտիրոսը վարձեց Աննա Պետրոսյանին, Երանում հարգված փաստաբանի, որը հայտնի էր ընտանեկան բարդ գործերում իր գործունեությամբ հզոր հակառակորդների դեմ դուրս գալուց չվախենալով։ Երբ նա լսեց ամբողջ պատմությունը, տեսավ հավաքված ապացույցները, լսեց ձայնագրությունը, նրա աչքերը փայլեցին այն մարդու վճռականությամբ, ով գիտեր, որ կանգնած է մի գործի առջ, որը կարող է կյանքեր փոխել։ Սա լուրջ է, ասաց նա, նստած առանձնատան հյուրասենյակում, իր փաստաթղթերը սփռված սեղանի վրա։ Շատ լուրջ։
Փաստաթղթերի կեղծումը ոչ պատշաճ դեղորայքը, այս ամենն արդեն իսկ բավարար կլիներ քաղաքացիական հնարավորինս քրեական գործերի համար։ Բայց եթե կարողանանք ապացուցել, որ ձեր առաջին կնոջ դեպքում եղել է դիտավորյալ բժշկական անպութություն, մենք խոսում ենք սպանության մասին։ Բժիշկ Ֆրեյդունյանը կարող է կորցնել բժշկական լիցենզիան, կարող է բանտարկվել։ Իսկ Վիվիանը, հարցրեց Մարտիրոսը։ Եթե ապացուցենք, որ նա տեղյակ է եղել ակտիվորեն մասնակցել է պլանավորմանը, նա նույնպես կարող է մեղադրվել որպես հանցակից։ Բայց մենք պետք է զգույշ լինենք։ Այդպիսի մարդիկ սովորաբար ունենում են նույնքան հմուտ փաստաբաններ կպայքարեն ամեն ինչով։ Ինձ չի հետաքրքրում, թե որքան ժամանակ կպահանջվի կամ որքան կարժենա։ Ես արդարություն եմ ուզում։ Աննան գլխով արեց։ Ապա սկսենք։ Նախ, մենք կպահանջենք լիազորագրի կտակի անվա վեր ճանաչումը։ Ինձ անհրաժեշտ կլինի, որ տիկին Հեղինեն անցնի ամբողջական բժշկական զննություն, իմ վստահելի բժիշկների մոտ, որպեսզի փաստագրվի այն վիճակը, որում նա գտնվում է չափից ավելի դեղորայքից հետո։ Նա պետք է վերաբացենք Մարինեի ծննդաբերության գործը, պահանջենք ամբողջական բժշկական գրառումները, փորձագետներ վարձենք, վերլուծելու, թե արդյոք եղել է բժշկական սխալ։ Հեղինեն, որը նստած էր իր սիրելի բազկաթոռին, որը Վիվիանը փորձել էր հեռացնել, բայց Անուշը թաքցրել էր ձեղնահարկում, այժմ վերադարձել էր հյուրասենյակ, խոսեց ամուր ձայնով. Արեք այն, ինչ անհրաժեշտ է։ Ես չեմ վախենում դրան դիմակայելուց։ Մարինեի, իմ թոռան համար ես ամեն ինչ կանեմ։ Մինչ իրավական գործընթացը սկսում էր զարգանալ, առանձնատան ներսում այլ բան էր տեղի ունենում։ Կարծես տունը դանդաղորեն վերականգնվում էր, ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգեպես։ Մարտիրոսն ու Անուշը միասին աշխատեցին վերադարձնելու հեռացված իրերը։ Դաշնամուրը վերադարձավ երաժշտության սենյակ։ Հին նկարները նորից կախվեցին պատերին։ Լուսանկարները վերադարձան իրենց տեղերը։ Յուրաքանչյուր երադարձած կտոր նման էր այդ սենյակներին նոր կյանք հաղորդելուն։ Հեղինեն, իր հերթին, զարմանալի կերպով վերականգնվում էր։ Առանց չափից ավելի դեղորայքի, նրա միտքը գնալով ավելի պարզ էր դառնում։ Սկսեց դուրս գալ սենյակից, քայլել այգում, վերսկսել փոքրիկ գործեր, որոնք սիրում էր։ Նորից սկսեց նկարել, մի բան, որը տարիներով չէր արել։ Նրա ջրաներկ աշխատանքները սկսեցին հայտնվել տանը, փափուկ բնապատկերներ պաստելային երանգներով, տարբեր այն մռայլ գործերից, որոնք ստեղծել էր Վիվիանի վերահսկողության տակ գտնվող ամիսներին։ Մի կեսօր, Վիվիանի հեռանալուց 3 շաբաթ անց, Էլյան, Հեղինեի երկարամյա ընկերուհին, հայտնվեց դռան մոտ։ Անուշը զգուշորեն կապվել էր նրա հետ, բացատրելով, որ այժմ անվտանգ է այցելել, որ ամեն ինչ փոխվել է։ Երբ Էլյան տեսավ Հեղինեին այգում, նկարելիս հին թթենու ստվերի տակ, արցունքներ հոսեցին նրա դեմքով։ Հեղինե, ընկերուհիս։ Կարծում էի, կորցրել եմ քեզ։ Երկու կանայք երկար գրկախառնվեցին, կարծես տարիների պարտադրված միայնությունը լուծվեց այդ պահին։ Շուտով սկսեցին վերադառնալ այլ հին ընկերուհիներ։ Տունը նոր։ Իծ սկսեց հյուրեր ընդունել, ունենալ ձայներ, ծիծաղ, կյանք։ Կեսօրի թեյերը վերսկսվեցին։ Այգին, որը նախկինում անտեսված էր, վերակենդանացավ, Հեղինեն նորից սկսեց անձամբ խնամել իր սիրելի ծաղիկները։ Մարտիրոսը, դիտելով այս ամենը, զգում էր ուրախության զղջման խառնուրդ։ Ուրախություն, տեսնելով մոր վերացնունդը, բայց զղջում, կորցրած ողջ ժամանակի, անտեսված բոլոր նշանների համար։ Մի գիշեր, նրա հետ նստած պատշգամբում, Դիլիջանի աստղազարդ երկնքի տակ, նա վերջապես արտահայտեց այն, ինչ զգում էր։ Մամ, ես շատ եմ ցավում։ Ամեն ինչի համար։ Որ չտեսավ, թե ինչ է կատարվում, որ հեռացավ, որ Վիվիանին բերեցի մեր կյանք։ Հեղինեն բռնեց նրա ձեռքը, նրա հպումն այժմ ավելի ամուր էր, ավելի կենդանի։ Մարտիրոս, դու տառապում էիր։ Ես դա հիմա ավելի լավ եմ հասկանում, քան երբևէ։ Երբ կորցնում ենք մեկին, ում սիրում ենք, հատկապես այդքան տրավմատիկ ձով, մենք էլ ենք կորչում։ Դու կորար ցավի մեջ, իսկ ես կորա իմ սեփական տխրության մեջ։ Վիվիանը տեսավ դա օգտվեց։ Բայց մեղքը քոնը չէ, տղաս։ Նրանն է։ Այնուամենայնիվ, ես պետք է ավելի ուժեղ լինեի։ Մարինեն ավելի ուժեղ կլիներ։ Մարինեն առանձնահատուկ էր, ասաց Հեղինեն, նրա ձայնը փափուկ էր, բայց լի հուզմունքով։ Նա լուսավորում էր այս տունը։ Եվ այո, նա անմիջապես կտեսներ Վիվիանի իրական դեմքը։ Բայց Մարինեն այլս այստեղ չէ, Մարտիրոս։
Եվ որքան էլ ցավոտ լինի, մենք պետք է ընդունենք դա շարունակենք։ Ոչ թե պարտավորությունից դրդված, այլ որովհետև դա այն է, ինչ նա կցանկանար։ Երբեմն մտածում եմ, արդյոք ուժ կունենամ նորից սիրելու։ Իսկապես։ Մարինեից հետո, Վիվիանից հետո, այս ամենից հետո։ Կունենաս։ Երբ ճիշտ ժամանակը գա, երբ գտնես մեկին, ով իսկապես արժանի է քո սրտին։ Բայց մի շտապիր։ Նախ բուժվիր։ Սովորիր նորից ապրել։ Եվ երբ սերը գա, դու կիմանաս։ Այդ խոսակցությունը շրջադարձային եղավ Մարտիրոսի համար։ Նա հասկացավ, որ կապված էր ոչ միայն անցյալին, այլ վախին։ Վախ զգալուց, վախ կապվելուց, վախ նորից խոցելի լինելուց։ Բայց դիտելով մորը, որն այնքան բանի միջով էր անցել, այնուամենայնիվ ուժ էր գտնում լիարժեք ապրելու, նա սկսեց հասկանալ, որ իսկական քաջությունը ցավից խուսափելը չէ, այլ դրա հետ մեկտեղ ապրելն ընտրելը։ Մինույն ժամանակ հետաքննությունն առաջ էր ընթանում։ Աննան ձեռք էր բերել Մարինեի ծննդաբերության բժշկական գրառումները, փորձագետները վերլուծում էին յուրաքանչյուր մանրուք։ Հայտնագործությունները անհանգստացնող էին։ Կային անհամապատասխանություններ կիրառված ընթացակարգերում, կասկածելի բժշկական որոշումներ, անբացատրելի շտապողականություն կեսարյան հատում կատարելու մեջ, երբ դրա համար հստակ ցուցում չկար։ Փորձագիտական եզրակացությունը եկավ այն եզրահանգման, որ կային բժշկական անպութության, հնարավորինս ավելի չարագուշակ բանի ուժեղ ցուցումներ։ Բժշկության տարածաշրջանային խորհուրդը հետաքննություն սկսեց բժիշկ Ֆրեյդունյանի դեմ։ Հին հիվանդներ սկսեցին հայտնվել, պատմելով տարօրինակ իրավիճակների, ոչ պատշաճ դեղորայքի, կասկածելի ընթացակարգերի մասին։ Սկսեց ի հայտ գալ մի օրինաչափություն, մի բժշկի օրինաչափություն, որն անձնական շահերը վեր էր դասում իր հիվանդների բարեկեցությունից։ Վիվիանը, իմանալով հետաքննության մասին, փորձեց վերջին քայլը։ Առանց նախազգուշացման հայտնվեց առանձնատանը, պահանջելով ներս մտնել, ելով, որ դեռ իրավունքներ ունի որպես Մարտիրոսի կին։ Բայց գտավ փակ դռներ Մարտիրոսին մյուս կողմում, ամուր իր որոշման մեջ։ Դու այլս այստեղ իշխանություն չունես, Վիվիան։ Ես արդեն ամուսնալուծության դիմում եմ ներկայացրել։ Արդեն վիճարկել եմ բոլոր այն փաստաթղթերը, որոնք դու կեղծել ես։ Եվ Մարինեի վերաբերյալ հետաքննությունն ընթացքի մեջ է։ Եթե խելացի լինես, կհամագործակցես իշխանությունների հետ։ Դա միակ հնարավորությունն է, որ ունես որոշակի մեղմացում ստանալու։ Ես ոչ մի սխալ բան չեմ արել, գոռաց նա, բայց նրա ձայնում այժմ հուսահատություն կար, այլս ոչ նախկին սառը հաշվարկը։ Դու ոչնչացնում ես իմ կյանքը ենթադրությունների, մի շփոթված պառավի անցյալը չհաղթահարող տղամարդու դավադրության տեսությունների պատճառով։ Մայրս շփոթված չէ։ Նա ավելի պարզամիտ է, քան վերջին ամիսներին է եղել, հենց այն պատճառով, որ այլս քո ազդեցության դեղերի տակ չէ։ Եվ ես անցյալին կապված չեմ։ Ես վերջապես դիմակայում եմ դրան, մի բան, որը պետք է շատ վաղուց անեի։ Վիվիանս մեկ անգամ փորձեց։ Մարտիրոս, խնդրում եմ։ Մենք կարող ենք սա լուծել մեր միջ։ Կարիք չկա փաստաբանների, ոստիկանության ներգրավելու։ Ես կգնամ, դու կմնաս ամեն ինչով, պարզապես ինձ մի ոչնչացրու։ Բայց Մարտիրոսը սովորել էր։ Սովորել էր, որ որոշ մարդիկ երկրորդ հնարավորության արժանի չեն, որ կարեկցանքը չի կարելի շփոթել թուլության հետ, որ արդարությունը երբեմն ամրություն է պահանջում։ Եթե դու իսկապես ոչ մի սխալ բան չես արել, ինչպես ասում ես, ապա անհանգստանալու բան չունես։ Հետաքննությունը ամեն ինչ կպարզի։ Բայց եթե արել ես, մենք գիտենք, որ արել ես, ապա կվճարես քո պատճառածի համար։ Հիմա հեռացիր իմ սեփականությունից։ Նա հեռացավ, դա վերջին անգամն էր, որ Մարտիրոսը նրան անձամբ տեսավ։ Ամուսնալուծության գործընթացը շարունակվեց, Վիվիանը վիճարկում էր ամեն ինչ, փորձում էր ժամանակ շահել, բայց ի վերջո ընդունեց մի համաձայնություն, որը նրան տվեց շատ ավելի քիչ, քան նա ի սկզբանե պլանավորել էր։ Լիազորագիրն անվավեր ճանաչվեց, կեղծված կտակը չեղարկվեց։ Եվ նրա բժիշկ Ֆրեյդունյանի դեմ քրեական հետաքննությունը շարունակվում էր, դանդաղ, բայց անշեղ։ Ամիսներ անցան։ Եկավ աշունը, հետ բերելով այգու գույների փոփոխություն, ոսկեգույն նարնջագույն տերներ, որոնք ծածկում էին քարե արահետները։ Առանձնատունը, այժմ ազատված այն ծանր մթնոլորտից, որը տիրում էր նրան, շնչում էր նոր կյանքով։ Հեղինեն լիովին վերականգնվել էր, նորից դառնալով այն կենսունակ կինը, որը միշտ եղել էր։
Նա նույնիսկ սկսել էր նկարչության դասեր տալ համայնքի երեխաներին, տուն բերելով երիտասարդ ուրախ էներգիա։ Մարտիրոսը վերակազմակերպել էր իր մասնագիտական կյանքը։ Չէր լքել աշխատանքը, բայց ավելի առողջ սահմաններ էր դրել։ Սկսեց շաբաթվա որոշ օրեր աշխատել Երանում, իսկ մյուսները Դիլիջանում ներկա մնալով մոր կյանքում։ Սկսեց նա թերապիայի գնալ, մի բան, որին տարիներով դիմադրել էր, բայց որն այժմ ընդունում էր որպես էական ապրած ամեն ինչը մարսելու համար։ Հենց այդ թերապիայի սեանսներից մեկի ժամանակ նա վերջապես իսկապես լաց եղավ Մարինեի համար։ Ոչ թե այն զսպված արցունքները, որոնք նախկինում թափել էր, այլ խորը, ազատագրող լաց, մեկի, ով վերջապես իրեն թույլ էր տալիս զգալ իր կորստի ողջ չափը։ Եվ ցավի հետ մեկտեղ եկավ նա ընդունումը։ Մարինեն գնացել էր, բայց սերը, որը նրանք կիսել էին, ժամանակը, որը նրանք ունեցել էին, հիշողությունները, այս ամենը մնում էր։ Ոչ թե որպես շղթա, որը կապում էր նրան, այլ որպես նվեր, որը ձավորել էր, թե ով է ինքը։ Մի շաբաթ կեսօր, Վիվիանի հեռանալուց 6 ամիս անց, առանձնատանը տոնախմբություն էր։ Աննան զանգահարել էր լավ լուրերով։ Բժշկության տարածաշրջանային խորհուրդը զրկել էր բժիշկ Ֆրեյտունյանին լիցենզիայից, բազմաթիվ խախտումներ ապացուցվելուց հետո։ Նա քրեական պատասխանատվության էր ենթարկվում բժշկական ամպութության համար, Մարինեի այլ հիվանդների դեպքում։ Եվ Վիվիանը ամիսներ շարունակ փախուստի փորձերից հետո մեղադրվել էր որպես հանցակից փաստաթղթերի կեղծման տարեցի նկատմամբ բռնության հանցագործություններում։ Արդարությունը, այնքան դանդաղ անկատար, վերջապես հաստատվում էր։ Տոնելու համար Հեղինեն ընթրիք կազմակերպեց առանձնատանը, հրավիրելով հին ընկերներին, Անուշին նրա ընտանիքին, Աննային մի քանի ուրիշների, ովքեր կարող էին եղել այդ դժվար ժամանակահատվածում։ Տունը լի էր լույսով, երաժշտությամբ, ծիծաղով։ Առատ սեղանը, որը պատրաստվել էր սիրով, համախմբել էր մարդկանց, ովքեր իսկապես կարող էին։ Ընթրիքի ընթացքում Հեղինեն ոտքի կանգնեց, կենաց ասելու։ Նրա ձայնը, որը նախկինում թույլ տատանվող էր, այժմ ուժեղ արձագանքում էր ճաշասենյակում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, այսօր այստեղ լինելու համար։ Վերջին ամիսներն իմ կյանքի ամենադժվարն էին, բայց նա փոխակերպող։ Ես սովորեցի, որ մենք երբեք չափազանց ծեր չենք պայքարելու, երբեք չափազանց թույլ չենք նորից սկսելու համար։ Սովորեցի, որ իսկական ուժը օգնություն խնդրելու, ծեր ընդունելու, չհանձնվելու մեջ է, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Նա նայեց Մարտիրոսին, նրա աչքերը փայլում էին երախտագիտության արցունքներով։ Որդիս վերադարձավ ինձ մոտ։ Եվ ես վերադարձա ինքս ինձ։ Եվ միասին մենք կարողացանք այն, ինչը կարող էր ողբերգական ավարտ ունենալ, վերածել նոր սկզբի։ Հետո նայեց Անուշին։ Եվ դու, իմ սիրելի ընկերուհի, որ երբեք ինձ չլքեցիր, նույնիսկ երբ ավելի հեշտ կլիներ դա անել։ Դու վտանգեցիր քո աշխատանքը, քո անվտանգությունը, ինձ պաշտպանելու համար։ Ես դա երբեք չեմ մոռանա։ Անուշը, արցունքները հոսում էին դեմքով, ոտքի կանգնեց գրկեց Հեղինեին։ Եվ այդ պահին բոլորի համար պարզ դարձավ, որ նրանք տիրուհի աշխատող չէին։ Նրանք հոգու քույրեր էին, միավորված մի փորձությամբ, որը կարող էր ոչնչացնել նրանց, բայց որը նրանց ավելի ուժեղ դարձրեց։ Ընթրիքը շարունակվեց մինչ ուշ գիշեր, խորը զրույցներով, թեթ պահերով։ Անցյալի պատմությունները կիսվեցին, բայց առանց տխրության, միայն այն քաղցր մելանխոլիայով, որով պատվում են նրանց, ովքեր հեռացել են։ Եվ տարիների մեջ առաջին անգամ Մարինեի անունը բարձրաձայն արտասանվեց այդ տանը, ոչ թե կատվածահար անող ցավով, այլ սիրով երախտագիտությամբ։ Հաջորդ շաբաթներին Մարտիրոսն արեց մի բան, որը հետաձգում էր։ Գնաց գերեզմանատուն, որտեղ թաղված էր Մարինեն, իր որդու փոքրիկ գերեզմանի կողքին, որը երբեք անուն չէր ստացել, բայց որն այժմ ուներ համեստ տապանակար, հետյալ խոսքերով. Մեր հրեշտակը, որը հազիվ դիպավ երկրին, բայց միշտ կբնակվի մեր սրտերում։ Մարտիրոսը նստեց խոտին, մեջքով հենված մոտակա ծառին, խոսեց Մարինեի հետ այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել, Վիվիանի մասին, այն արդարության մասին, որը հաստատվում էր, այն մասին, թե ինչպես էր նա ձախողել նրան վերջին անգամ տեսնել, երբ նա կենդանի էր, այն մասին, թե ինչպես էր կորել նրա հեռանալուց հետո։ Ես չգիտեմ, արդյոք կարող ես ինձ լսել, ասաց նա, ձայնը խեղդված։ Բայց պետք է իմանաս, որ ես երբեք քեզ չեմ մոռացել։ Ոչ քեզ, ոչ մեր որդուն։ Դուք այստեղ եք, նա դիպավ կրծքին, սրտի վրա, միշտ կլինեք։ Եվ ես խոստանում եմ պատվել ձեր հիշատակը, ապրելով այնպես, ինչպես դու կցանկանայի, որ ես ապրեի։ Քաջությամբ, սիրով, իսկական ներկայությամբ։
Քամին մեղմ փչեց, շարժելով նրա գլխավերի ծառի տերները, մի պահ Մարտիրոսը մի խաղաղություն զգաց, որը տարիներով չէր զգացել։ Դա ցավի ավարտը չէր, այն երբեք ամբողջությամբ չի անցնի։ Բայց դա ընդունումն էր, ինքնաներումը, առանց մեղքի զգացումի առաջ շարժվելու թույլտվությունը։ Վերադառնալով առանց նատուն, նա գտավ մորն այգում, ջրելիս այն ծաղիկները, որոնք Մարինեն տարիներ առաջ էր տնկել։ Այն ծաղիկները, որոնք հակառակ բոլոր հավանականությունների շարունակում էին ծաղկել յուրաքանչյուր գարնան։ Նա սիրում էր այս վարդերը, ասաց Հեղինեն, շոյելով վարդագույն թերթիկներից մեկը։ Ասում էր, որ դրանք դիմացկուն են, որ գոյատում են նույնիսկ անտեսված լինելու դեպքում։ Կարծում եմ, նա ճիշտ էր։ Մարտիրոսը միացավ նրան այգու խնամքին։ Ոչինչ չասաց, պարզապես աշխատեց մոր կողքին, ձեռքերը հողի մեջ, կապվելով ինչ-որ ավելի մեծ բանի հետ, քան իրենք էին։ Եվ այդ կիսված լռության մեջ, լի հասկացողությամբ սիրով, նրանք բուժում գտան։ Ամիսները վերածվեցին տարվա։ Քրեական հետաքննությունը շարունակում էր իր ընթացքը, բայց Մարտիրոսը սովորեց թույլ չտալ, որ դա կլանի իր կյանքը։ Նա արել էր իր բաժինը, արդարություն էր փնտրել, այժմ վստահում էր, որ համակարգը կանի այն, ինչ ճիշտ է։ Նրա ուշադրությունը կենտրոնացած էր ապրելու, վերակառուցելու, ներկա լինելու վրա։ Հեղինեն տպավորիչ կերպով ծաղկեց։ Նա ոչ միայն վերականգնեց իր ֆիզիկական հոգեկա առողջությունը, այլ ավելի պայծառ էր թվում, քան նույնիսկ ամբողջ տրավմայից առաջ էր։ Նրա աչքերում այժմ իմաստություն կար, խորը հասկացողություն, որ կյանքը, որքան էլ դժվար լինի, միշտ արժե լիարժեք ապրել։ Նա սկսեց գիրք գրել իր կյանքի, ընտանիքի, սովորած դասերի հիշողությունները։ Դա հրատարակության համար չէր, ասում էր, այլ ապագա սերունդների համար։ Որպեսզի իր թոռները, եթե մի օր գոյություն ունենան, իմանան, թե որտեղից են գալիս, իմանան այն պատմությունները, որոնք ձավորել են այդ ընտանիքը։ Մարտիրոսը իր հերթին սկսեց դանդաղորեն բացվել նոր հարաբերությունների հնարավորության համար։ Ակտիվորեն չէր փնտրում, բայց այլս չէր էլ փակվում։ Իրեն թույլ էր տալիս ծանոթանալ մարդկանց հետ, ընկերություն անել, թույլ տալ, որ ամեն ինչ բնականon հոսքով ընթանա։ Երանում, արվեստի ցուցահանդեսի ժամանակ, նա ծանոթացավ Բեատրիսի հետ։ Նա մի փոքր թանգարանի համադրող էր, սիրահարված ժամանակակից հայկական արվեստին, վարակիչ ծիծաղով կյանքին ամբարդ ծով նայելով։ Առաջին հայացքից սեր չեղավ, դրամա չեղավ։ Պարզապես հանգիստ կապ, զրույց, որը բնակ է։ Նոն հոսում էր, անկեղծ փոխադարձ հետաքրքրություն։ Նրանք սկսեցին երբեմն հանդիպել, առանց ճնշման, առանց ակնկալիքների։ Մարտիրոսը նրան պատմեց Մարինեի մասին, այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել, Բեատրիսը լսեց առանց դատելու, անկեղծ կարեկցանքով։ Նա չփորձեց մրցակցել հիշողության հետ, չփորձեց ջնջել անցյալը։ Պարզապես ընդունեց, որ դա Մարտիրոսի ինքնության մասն էր։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, Մարտիրոսը զգաց մի բան, որը կարծում էր, թե այլս երբեք չի զգա։ Ապագայի հույս, որը ներառում էր սեր, ընկերակցություն, գուցե նույնիսկ ընտանիք։ Դա նույնը չէր, ինչ ուներ Մարինեի հետ, այլ էր, ավելի հասուն, ավելի գիտակից։ Բայց իրական էր, լավ էր։ Երբ վերջապես Բեատրիսին տարավ Հեղինեի հետ ծանոթացնելու, հանդիպել սկսելուց ամիսներ անց, նա նյարդայնանում էր։ Ոչ թե այն պատճառով, որ վախենում էր մոր դատողությունից, այլ որովհետև դա ինչ-որ նշանակալի բան էր ներկայացնում։ Դա ընդունելն էր, որ առաջ է շարժվում, որ թույլ է տալիս նոր մեկին մտնել իր սրտի ընտանիքի կյանք։ Հեղինեն Բեատրիսին ընդունեց անկեղծ ջերմությամբ։ Երկուսը խոսեցին արվեստի, կյանքի, փոքր բաների մեծ հարցերի մասին։ Եվ երբ Բեատրիսը գնաց, Հեղինեն բռնեց որդու ձեռքերը ասաց. Նա առանձնահատուկ է, Մարտիրոս։ Մարինեից տարբեր ձով, բայց նույն կերպ առանձնահատուկ։ Եվ ամենակարևորը, նա իրական է։ Դիմակներ չկան, խաղեր չկան։ Պարզապես մի լավ մարդ, որն ակնհայտորեն հոգ է տանում քո մասին։ Գիտեմ, մամ։ Եվ դա ինձ մի փոքր վախեցնում է։ Բնական է վախենալ այն ամենից հետո, ինչի միջով անցել ես։ Բայց թույլ մի տուր, որ վախը գողանա երջանկության հնարավորությունը։ Մարինեն դա չէր ցանկանա քեզ համար։ Ես դա չեմ ուզում քեզ համար։ Դու սիրո արժանի ես, տղաս։ Արժանի ես երջանիկ լինելու։ Այդ խոսքերն ազատագրող էին։ Մարտիրոսը հասկացավ, որ ինչ-որ առումով թույլտվություն էր խնդրում առաջ շարժվելու։ Թույլտվություն մորից, թույլտվություն Մարինեի հիշողությունից, թույլտվություն ինքն իրենից։
Եվ այժմ, վերջապես, զգում էր, որ ունի այդ թույլտվությունը։ 2 տարի անց այն ճակատագրական օրվանից, երբ վերադարձավ առանձնատուն հայտնաբերեց ճշմարտությունը Վիվիանի մասին, Մարտիրոսը կանգնած էր այգում, դիտում էր մորը, որը նկարչության դաս էր տալիս համայնքի երեխաների մի խմբի։ Նրանց ծիծաղը լցնում էր օդը, Հեղինեն ավելի երիտասարդ էր թվում, քան իր 74 տարիքը։ Անուշը խոհանոցում էր, թխվածքաբլիթներ էր պատրաստում երեխաների համար, հին երգ երգելով։ Առանձնատունը նորից կենդանի էր։ Ոչ այնպես, ինչպես նախկինում, որովհետև անհնար է ժամանակը հետ տալ։ Բայց կենդանի նոր ձով, ավելի գիտակից, ավելի նպատակային։ Յուրաքանչյուր սենյակ վերականգնել էր իր հոգին, յուրաքանչյուր պատ պատմություններ էր պատմում, յուրաքանչյուր լուսանկար պատվում էր հիշողությունը։ Բեատրիսը Մարտիրոսի կողքին էր, նրա ձեռքը միահյուսված իրենին։ Նրանք վերջերս նշանվել էին, մի որոշում, որը կայացվել էր առանց շտապելու, բայց վստահորեն։ Հարսանիքը պարզ կլիներ, հենց առանձնատանը, միայն մտերիմ մարդկանց հետ։ Եվ այս անգամ Մարտիրոսը հստակ գիտեր, թե ինչ է անում, գիտեր, թե ով է իր կողքին։ Գեղեցիկ է տեսնել մորթ այսպես, ասաց Բեատրիսը, սեղմելով նրա ձեռքը։ Այնքան կյանքով լի։ Դա հրաշք է, պատասխանեց Մարտիրոսը։ Կարող էր այնքան այլ կերպ ավարտվել։ Եթե ես չվերադառնայի, երբ վերադարձա, եթե Անուշը քաջություն չունենար ձայնագրելու այդ խոսակցությունը, եթե մայրս ուժ չգտներ պայքարելու։ Բայց դու վերադարձար։ Անուշը քաջություն ունեցավ։ Մայրդ պայքարեց։ Եվ հիմա դուք այստեղ եք, կենդանի, միասին։ Սա է, որ կարոր է։ Մարտիրոսը նրան քաշեց գրկի մեջ, երախտագիտություն զգալով այն ամենի համար, ինչի միջով անցել էր, որքան էլ ցավոտ լիներ։ Որովհետև այդ ցավը էական դասեր էր տվել։ Դաս էր տվել ներկայության մասին, այն մարդկանց, ում սիրում ենք, որպես տրվածք չընդունելու մասին։ Դաս էր տվել քաջության, դժվար ճշմարտություններին դիմակայելու կարողության մասին։ Դաս էր տվել ներման, հատկապես ինքնաներման մասին։ Եվ դաս էր տվել, որ կյանքը, նույնիսկ ամենամեծ ողբերգություններից հետո, շարունակվում է։ Եվ որ մենք ընտրություն ունենք, թե ինչպես ապրել այն։ Մենք կարող ենք փակվել հուզական զգեստապահարաններում, մեկուսանալ մեր ցավի մեջ, թույլ տալ, որ ուրիշները վերահսկեն մեր պատմությունը։ Կամ մենք կարող ենք պայքարել, կարող ենք օգնություն փնտրել, կարող ենք ընտրել լիարժեք ապրել, պատվելով նրանց, ում կորցրել ենք, ապրելով հնարավորինս լավագույն ձով։ Այդ ոսկեգույն կեսօրին, երբ արը սկսում էր մայր մտ նել Դիլիջանի այգիների վրա, Մարտիրոսը շուրջը նայեց, զգաց մի բան, որը երկար ժամանակ չէր զգացել։ Բավարարվածություն։ Ոչ թե խնդիրներն անտեսողի մակերեսային երջանկությունը, այլ այն մարդու խորը բավարարվածությունը, ով դիմակայել է իր դերին, արդարություն է փնտրել, հոգ տարել իր հարազատների մասին, այժմ կարող էր վերջապես հանգստանալ իմանալով, որ արել է այն, ինչ ճիշտ էր։ Առանձնատունը, որը քիչ մնաց գերեզման դառնար մոր համար, այժմ նորից տուն էր։ Տուն, լի լույսով, սիրով, պատված հիշողություններով, խոստումնալից ապագաներով։ Դռները բաց էին, վարագույրները հետ քաշված, ծաղիկները ծաղկում էին։ Եվ ինչ-որ տեղ, Մարտիրոսը սիրում էր մտածել, Մարինեն ժպտում էր։ Ժպտում էր, տեսնելով, որ այն տունը, որն այդքան սիրել էր, նորից կենդանի է։ Ժպտում էր, տեսնելով Հեղինեին ուժեղ պայծառ։ Ժպտում էր, տեսնելով Մարտիրոսին վերջապես խաղաղ, վերջապես ունակ նորից սիրելու, վերջապես ապրելու, ոչ թե պարզապես գոյություն ունենալու։ Արդարությունը հաստատվել էր։ Վիվիանը գրում էր իր պատիժը իր հանցագործությունների համար։ Բժիշկ Ֆրեյդունյանն այլ։ Երբեք բժշկությամբ չէր զբաղվի։ Կեղծված փաստաթղթերը չեղարկվել էին։ Ճշմարտությունը հաղթել էր։ Բայց իրավական արդարությունից ավելի կարևոր էր հուզական արդարությունը, որը ձեռք էր բերվել։ Ներումը, բուժումը, վերամիավորումը։ Ոչ միայն տան, այլ ընտանիքի, կյանքերի, նպատակների վերականգնումը։ Մինչ արն ամբողջությամբ մայր մտավ, առաջին աստղերը սկսեցին հայտնվել Դիլիջանի երկնքում, Մարտիրոսը վերջին լուր խոստում տվեց։ Խոստում երբեք այլս բացակա չլինելու, երբեք այլս որպես տրվածք չընդունելու այն օրհնությունները, որոնք ուներ յուրաքանչյուր օրն ապրելու նպատակով ներկայությամբ։ Կյանքը նրան երկրորդ հնարավորություն էր տվել։ Եվ այս անգամ նա այն չէր վատնի։ Առանձնատունը, իր բոլոր պատմություններով, բոլոր ցավերով, ուրախություններով, կշարունակեր կանգուն մնալ։
Ապագա սերունդները կքայլեն նրա միջանցքներով, ծաղիկներ կտնկեն նրա այգիներում, կսիրեն նրա սենյակներում, կապրեն իրենց սեփական պատմությունները։ Եվ գուցե, միայն գուցե, երբ այդ ապագա սերունդները հարցնեն անցյալի մասին, ինչ-որ մեկը կպատմի Հեղինեի պատմությունը։ Մի կնոջ պատմությունը, որին լռեցրել էին, մեկուսացրել, գրեթե ոչնչացրել, բայց որը ուժ էր գտել պայքարելու։ Մի որդու պատմությունը, որը բացակա էր, բայց որը ժամանակին վերադարձավ։ Մի հավատարիմ աշխատակցուհու պատմությունը, որը հերոսուհի դարձավ։ Արդարության, ճշմարտության, սիրո պատմությունը, որը հաղթում է նույնիսկ ամենամութ մանիպուլյացիաներին։ Եվ այդ պատմությունը հիշեցում կլինի։ Հիշեցում, որ երբեք ուշ չէ պայքարելու, երբեք ուշ չէ ճշմարտությունը փնտրելու, երբեք ուշ չէ կյանքն ընտրելու հաշտվողականության փոխարեն։ Որովհետև ի վերջո մեզ սահմանում են ոչ թե այն ողբերգությունները, որոնց մենք դիմակայում ենք, այլ թե ինչպես ենք մենք ընտրում արձագանքել դրանց։ Եվ Մարտիրոսը, Հեղինեն, բոլոր նրանք, ովքեր սիրում էին նրանց, ընտրել էին արձագանքել քաջությամբ, սիրով, անսասան վճռականությամբ, որ լույսը միշտ կհաղթի խավարին։ Եվ այսպես, մինչ գիշերը ծածկում էր Դիլիջանի առանձնատունը իր աստղերի թիկնոցով, այդ հին պատերի ներսում միայն խաղաղություն էր։ Նրանց խաղաղությունը, ովքեր մղել են լավ պայքարը, ովքեր փնտրել գտել են արդարություն։ Ովքեր սովորել են, որ իսկական տունը ոչ միայն վայր է, այլ այն մարդիկ, որոնք բնակվում են դրանում, այն սերը, որը լցնում է այն։ Մարտիրոսի Հեղինեի պատմությունը, որը սկսվեց ցավով, քիչ մնաց ավարտվեր ողբերգությամբ, գտել էր իր իսկական ավարտը։ Ոչ թե հեքիաթային ավարտ, որտեղ ամեն ինչ կատարյալ է, այլ իրական ավարտ, որտեղ վերքերը դեռ գոյություն ունեն, բայց սպյանում են, որտեղ ցավոտ հիշողությունները համագոյակցում են նոր ուրախությունների հետ, որտեղ կյանքը շարունակվում է իր ողջ բարդությամբ, գեղեցկությամբ։ Եվ դա, ի վերջո, այն ամենն էր, ինչ կարոր էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարտիրոսի, Հեղինեի Վիվյանի մանիպուլյացիաների դեմ պայքարի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք Հեղինեի ուժով, Անուշի քաջությամբ, Մարտիրոսի բուժման ճանապարհով, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է մի էական բան։ Երբեք ուշ չէ պայքարել նրանց համար, ում սիրում ենք, երբեք ուշ չէ ճշմարտությունը փնտրել, մենք երբեք չպետք է թերագնահատենք իսկական ներկայության ուժը նրանց կյանքում, ովքեր կարող են։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք մեզ ստիպում են մտածել մեր սեփական կյանքերի ընտրությունների մասին։ Պատմություններ, որոնք ոչ միայն զվարճացնում են, այլ փոխակերպում, սովորեցնում, հիշեցնում մեզ լինել ավելի ուշադիր, ավելի ներկա, ավելի քաջ։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագումս մեկ պատմությամբ, որը կհուզի կոգեշնչի։ Մինչ այդ, հոգ տարեք նրանց մասին, ում սիրում եք, երբեք մի դադարեք պայքարել ճշմարտության համար։